Բարի ողջույն։ Այսօր էլի հետաքրքիր, ես ասել եմ, չէ, որ միշտ հետաքրքիր մարդկանց տաղավարում կտեսնեք, բայց նախապես ասեմ, որ մեր հյուրը հիմա կտեսնեք բոլորդ, ես առաջին անգամ եմ հանդիպում այստեղ, միջև եթեր գնալը որոշ զրուցեցի, զգացի, որ ինչ-որ պատրաստված աղջիկ կա։ Հիմա խոսքի ընթացքում կզգանք։ Դուք ինքներդ էլ կտեստրեք, որը ես նումերալոգիա ասեմ, հիմա հայերեն բառեր այդքան շատ չեմ օգտագործում, քանի որ սովետական մարդ եմ։ Սովետի ժամանակ ռուսերեն բառեր շատ են օգտագործել եւ լեզվի գրականության դասատու էլ չեմ, չնայած մեկ-մեկ դիտողություն են անում, ես բառը մի ասա, ես ասում եմ լավ եմ անում։ Ես խոսում եմ այնց, ոնց որ ես ինքս ճիշտ եմ գտնում ու տարիքից ելնելով, որպես մասնագետ էլ Հիմա արդեն կարող ենք ծանոթանալ մեր Սյուզիին, նրբիկ աղջիկա, ես իմացա, որ համաստեղությամբ երկվորյակը, ինձ թվում զրույցը հետաքրքիր կլինի ինչի, որովհետև իմ Լուսինը երկվորյակում է, չնայած ես համաստեղությամբ խոյ եմ, բայց շատ քիչ, ես ունեմ մի հատ արև խոյ, մնացած բոլոր մոլորակները հորդ համաստեղություն եմ, այդքան էլ խոյ չեմ։ Ու Վահագնի ծնունդի օրնա, որը շատ տեղ եմ տալիս եմ ինչալուց, վիշապաքաղ Վահագը։ Հիմա ես ուզում եմ հարցեր տալ, ասեցիր, որ չէ, մարդիկ չգիտեն պետք է ասես, ինչքան ժամանակ է, որ դու աշխատում ես, ես դա աշխատանք եմ համարում, ու վճար անպայման պետք է լինի, սա էլ չէ։ Իհարկե։ Սա էլ առիթ է, որ ասեմ, ժողովուրդ ջան, բոլոր աշխատանքները պետք է վճարվեն, բոլոր, անվճար ոչինչ չկա։ Ու մի բան էլ նախապես հիմա ասեմ, քանի որ գիտեք, որ շատ եմ ասում, որ մոռանում եմ, որ մեկ-մեկ այնտեղ գրում եք, ինչ որ հարցեր եք տալի ձեր տարեթվեր, ամսաթվեր, մի հատ ինձ մի բան ասեք, ոչ ոք ձեզ տես չի պատասխանի։ Ես շատ նկատել եմ որոշ աստղաբանների, որոշ նումերոլոգների, տարոլոգներ կարդում եմ, ես հետևում եմ շատերը։ Կարծիքներ կազմելու համար եմ ես հետևում։ Բաներ կա, որ ընդհանրապես չեմ հետևում, որտեղ ուղեղի չափը երևում է արդեն։ Եթե դուք գրում եք, ես ինչ թվականից ինչ օրի ինչ կասեք, ոչ ոք ձեզ չի պատասխանի, իզուր էջը մի կեղտ ուտեք։ Այդքան բոլորի նշանակում, ասենք ես ինձ գրում եք, հիմա արդեն էլ չեն գրում, բայց մեկ-մեկ լինում է։ Ամեն ինչ պետք է թողնեմ, նստեմ ու անվճար բոլորիդ պատասխանեմ, դա չի լինելու։ Եթե ինչ որ հարցեր ունեք ասել եմ, ես Սյուզիին էլ կարող եք էջդ կունենաս, իհարկե կասես, եթե ցանկանաս, ունեք ես չեմ ասում, ես իմ հեռախոսի համարը չեմ տալիս։ Ուղղակի էջս մեզ այդ նամակների բաժինը գրեն, իրենց հարցերը կտան, ու նախապես հարցնում եմ, ինչումն է ձեր խնդիրը։ Պարտադիր պետք է իմանամ, եթե մոգությունից խոսեն, կախարդությունից, կեսուրը երբ կմեռնի, տենց հարցեր են տալիս, նման հարցերի չեմ պատասխանում, եւ Ինչի որ կյանքին վերաբերում մահ կյանքի ծանր հիվանդություններ վատը չեմ խոսում, որովհետև ինձ համար շատ ցավալի է մորը իր զավակի համար ասես, որ չկա կամ շատ ծանր է, հիմա կգնես աշխարհից։ Նման հարցերի չեմ պատասխանում, որովհետև գիտեմ ինչ ահավոր ցավ է դա։ Հիմա մի որոշ ներկայացրու քեզ, հետո ես քեզ հարցեր կտամ նումերալոգիայից Ուղղակի աշխատանքիդ մեթոդը ներկայացրու, ինչպես ես դու աշխատում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, սա ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես ինքս աշխատում եմ մարդկանց համար, ինչու մարդկանց համար, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդկանց գրեթե 90%-ը ապրում է չգիտակցված եւ չի հասկանում, որ այս կյանքում պատահական ոչինչ չկա եւ չի խորանում կյանքի շատ հարցերում։ Ու քանի որ ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, ես իմ պարտքն եմ համարում մարդկանց օգնել այն ինֆորմացիայով, որը որ ինձ տալիս է Աստված, տալիս է տիեզերքը։ Ես ինձ թույլ եմ տալիս դա ասեմ ինչու համար, որովհետև արդեն փորձ ունեմ եւ բավականաչափ մարդկանց օգնել եմ թե անձնական հարցում, թե աշխատանքային հարցում եւ ինքս բավականաչափ հաճույք եմ ստանում, որ կարողանում եմ պիտանի լինել մարդկանց համար։ Ես երկար տարիներ դեռ 7 տարեկանից սկսած, այո,
հասկացել են, որ այս կյանքը այն չի, ինչ որ մեզ ներկայացնում են, որ այստեղ մի բան այն չի, որ ինչ որ մի բան կատարվում է, որ ինչ որ մի բան մեզնից թաքցնում են։ Եվ սկսեցի խորանալ կյանքի նշանների վրա, սկսեցի գտնել իմաստներ ու այդպես ժամանակի ընթացքում դպրոցական տարիներից սկսած ինքնակրթվելով հասա այն կետին, որ աստղերը նշանակություն ունեն, որ խոյերը իսկապես խոյեր են, որ ցուլերը իսկապես ցլեր են եւ բոլոր համաստեղությունները ռեալ կյանքում գոյություն ունեն։ Ուղղակի նաև սրա հետ մեկտեղ գոյություն ունի մի գիտություն, որը կոչվում է թվային հոգեբանություն, նույն ինքը նումերոլոգիան։ Սա իր հերթին բացատրում է մարդու բնավորության գծերը, թե մարդը ինչ առաքելությամբ է եկել այս աշխարհ, ինչ պետք է անի, որ հասնի իր նպատակին։ Կան մարդիկ, ովքեր շատ տաղանդավոր են, բայց չեն կարողանում դրսևորվել, որովհետև վախենում են։ Իսկ նրանից ինչից որ դու վախենում ես, քո աճը հենց այդտեղ է։ Դու այդ հարցում պետքա խորանաս։ Դա լինում է միայն այն ժամանակ, երբ որ մարդը սկսում է ճանաչել ինքն իրեն։ Միայն այդ դեպքում դու կկարողանաս հասնել հաջողության, եթե ճանաչես քեզ։ Իմանաս քո բացասական եւ դրական կողմերը։ Սա շատ կարեւոր է։ Դրա համար ես կարծում եմ, որ իզուր չի, որ ծնվել եմ հենց Հայաստանի Հանրապետությունում, եւ ես պայքարում եմ այն անարդարության դեմ, որը որ այսօր կատարվում է մեր հասարակության մեջ։ Ինչու ենք մենք այսքան տխուր։ Ինչու ենք մենք ամեն ինչից բողոքում։ Ինչու չենք ուզում երջանիկ ապրել։ Չէ՞ որ Աստված մեզ տվել է այդ հնարավորությունը։ Տվել է մեզ երկիր, որը որ ամենահզորն է, տվել է մեզ սեր, տվել է մեզ դիմացինի ցավը զգալու այդ հատկությունը։ Ես իմ աշխատանքային փորձից կարող եմ մի շատ կարևոր բան ասել։ Օտար երկրի մարդիկ, ովքեր որ Հայաստանում ապրում են կամ ժամանակավոր գալիս են, իրենք մի բան են փաստում, որ հայը ամենաբարի եւ ամենասրտացավ ազգն է, ամենահամով ձեռքը ունի, ամենահամով կերակուրը ունի։ Բոլորը երջանիկ են զգում այս հողի վրա։ Որն է խնդիրը, որ մենք մեզ տանջում ենք, որ մենք չենք ուզում լավ ապրենք, նախանձում ենք, լցված ենք չարությամբ, որն է խնդիրը։ Դրա համար ես իմ առաքելություն եմ համարում թեկուզ թվերի միջոցով մարդկանց օգնելու բացահայտել սեփական ներուժը, հասկանալու, որ մենք ունենք առաքելություն եւ պետքա գնանք այդ ճանապարհով։ Սա է իմ միսիան, այսպես ասեմ։ Սա իմ համար շատ կարեւոր է, դրա համար ձեզ շատ շնորհակալ եմ հրավերի համար, որովհետև ես գիտեմ, որ այս հաղորդումը շատ մարդիկ են նայելու եւ քանի որ ես ինքս պատրաստվում եմ իմ նոր հաղորդմանը, շատ շուտով կլինի այն հաղորդումը, որը որ ես արդեն ունեմ եւ միտքը, հա, եւ անվանումը եւ ամեն ինչ որոշված է, դրա համար սա իմ համար շատ կարեւոր է։ Ես գիտեմ, որ այս հաղորդումից հետո ինձ շատ մարդ է գրելու, շատ մարդ է հետևելու եւ ես իսկապես պատրաստ եմ բոլորին օգնեմ։ Ես ինքս իմ առաքելության հետևից եմ հենց հիմա գնում, ես շարժվում եմ այդ ճանապարհով, որը որ ինձ տվել է Աստված, ես լսում եմ Աստծուն։ Ես ամեն օր զգում եմ իր ներկայությունը։ Դրա համար էլ հաղորդումը կոչվում է Բաց TV։ Ու այս հարթակը հենց բաց է, պետք է բացվի ամեն ինչ։ Ու շատ լավ ու ճիշտ բան ասեցիր, նախ բոլոր ազգեր ունեն առաքինություն։ Իհարկե։ Բոլոր ազգերն էլ հոգևոր են, չասենք, որ միայն մենք ենք հոգևոր, մենք ծայրահեղ ազգ ենք։ Եվ էքստրեմալ պայմանների մարդիկ ենք մենք ընդհանրապես, ինչքան էլ ասենք, որ իրար գզենք, չընդունենք, տխուրենք, բայց այն ամենավատ վիճակին, եթե ամբողջ Հայաստանը մի վատ բան լինի, հարևանը հարևանին անմիջապես հասնում է։ Դրա համար էքստրեմալ ենք։ Հավանեցի շատ այն միտքը ու ուզում եմ, որ դու բացատրելը իր հերթին օգնես, որտեվ յուրաքանչյուր խոսք ու աշխատանք պետք է ունենա արդյունք։ Իհարկե։ Սիրուն խոսել բոլորն են խոսում։ Այնքան մարդա գեղեցիկ ճառեր ասում։ Ես չեմ լսում դրանց, որտեվ տակը դատարկություն է։ Ինչի է մեր ազգը այդքան տխուր, ու ինչի ազգը այդքան վախենում, որ տաղանդը կա ու վախենում արտահայտի, այդպես ասեցիր, չէ՞։ Այո։
բոլոր ազգերի մեջն էլ տաղանդները կան։ Ու եթե մենք այդքան լավն ենք, որ այդքան ասում ենք հին մշակույթ, առաջի քրիստոնեություն ընդունած, ինչի՞ է մեծ ձեռքից ամեն ինչ գնում։ Այնքան մարդիկ են անտուն անօթևան։ Երիտասարդներ, մենակ երիտասարդներ էլ չէ, զույգերը, որ վարձով են ապրում։ Բայց այդ անընդհատ աշխատում են ու շինարարություն ամբողջ քաղաքով մեկ շինարարություն է գնում, բայց իրանք տուն չունեն։ Մեր ժողովուրդը կարող է կոպիտ հնչի, բայց շատ ճիշտ ասում եմ, սա էլ չգիտեմ որքան դու կհաստատես իմ ասածից, քանի որ ասում ես ուսումնասիրում ես ու խորքային, այդ խորքայինը կարևոր է շատ ու թվերն էլ շատ բան ասում է, մեր ժողովուրդը բիզնեսմեն չի։ Մենք բիզնեսից գուլ ենք, գուլ, անգրագետ, մեր ժողովուրդը չարչի է, առևտրական է, այն որ չարչի աղբեր կար, չէ, ուլունք ունես ես կոմը բեր, այդ ենք մենք, որովհետև եթե դու բիզնեսմեն ես, չագերտավոր եմ ասում, պետք է թանկ վաճառես ամեն ինչ, ինչքանով ես դու բիզնեսմեն, որ դու կարող ես իրիկունը լորիկը սրսկել, որ առավոտը կարմրի ու դու վաճառես, այնքան որ փող աշխատես։ Ինչքանով ես դու բիզնեսմեն, որ այդ խցանումներին տաքսուկները բարձրացնում ես։ Այդ չես մտածում դու դրա մասին։ Ամեն ինչը թանկ։ Գնում ես Վրաստան, ամեն ինչը էժան, դեղորայքից բռնացրած, ամեն ինչով մենք Սևան ունենք, ավելի լավ սանատորիաներ ունենք, այդ սանատորիան չեմ ասում առողջարան, հանգստյան տներ շատ ունենք, որ սովետի ժամանակ այնքան մարդ են եկել այստեղ հանգստացել, կազդուրվել մեր օդը, մեր ջուրը, մեր ծառը, մեր հացը, մեր ցորենը, ամեն ինչը, բայց գնում ենք օտար երկրներ, որտեղ այնտեղ էժանը։ Հիմա ինչ է դուրս գալի, մեր ժողովուրդը բիզնեսմեն է, մեր ժողովրդի մատների վրա հաշվում ես ինչքան հարուստներ կան, միշտ կրկնել եմ օլիգարխ բառը ես չեմ սիրում, այդպես կա ու մենք էլ հիմա ասում ենք թալանեցին, այո թալանեցին։ Հիմա էլ ահագին մարդիկ կան, որոնք որ չեն աշխատում, դե գիտենք Ծառուկյանի ես բացայտ եմ ամեն ինչ խոսում, ոչինչ կաշխատեք, միանակ ստացեք։ Ու շատեր այնտեղ բղավում են, ես հետևում եմ, որ բանկերում հարկեր ունեն, ոնց են վճարելու, ինչ էլ, եթե իրանք լավ աշխատում են ու լավ վճարում են, ինչի չեն կարողանում իրանց բանկային հաշիվները վերջացնել։ Մարդը գումարա բանկից վերցել, որ կարտոֆիլ ցանի, եկել երաշտը կխփի, կարկոտ խփի, ինչ-որ մի բան կլինի, չի ստացվում, կարկոտը գալի, եթե մեր ժողովուրդը հասկանա բիզնեսն ինչ բան է, այդպես չի լինի։ Դա չարություն է, նախանձն է, չունևորի, որտեղ այնքան մեր ուղեղի մեջ մցրել են աղքատի հոգեբանությունը։ Այդ շատ վատ բան է աղքատի հոգեբանությամբ ապրելը։ Ես սովետի ժամանակվանից եմ գալի, դա հիմա չի։ Ես այդ կյանքը ապրել եմ ամբողջ ու շատ-շատերի տները, որ կոնֆետները զակատ էին անում, որ նոր տարուն բացանեն մարդ կա, որ մեկը գնում էր Ռուսաստան, ասում էր կոնֆետ կբերես, երշիկ կբերես, խտացրած կաթ կբերես, Ռուսաստանից բերում են, ամբողջ Ռուսաստանը լցրած էր, մեր Հայաստանում ժողովուրդը անդադ վայ չկա, այս հոգեբանությունը վախի, աղքատի հոգեբանությունը երբ է մեր մարդկանց մեջից դուրս գալու, ու պետքա դուրս գա, որովհետև հիմա Հայաստանը շատ ճիշտ ուղու է գնում, իրոք ճիշտ ուղու է գնում, այս մասնակիտորեն եմ ես ասում, ու այս ղեկավարը, որ եկել է էլի երկորակ որպես, հիմա ապրիլի վերջին ուրանմոլորակը երկորակում է, որը որ գիտելիք ու նորարարություն է տալիս սարքավորումների հետ կապված նորագույն տեխնոլոգիա տալիս, որը շատ դժվար է, որ ճահիճից մեր ժողովրդին հանի ու նոր մտածելակերպ, այս շատ կարևոր է, որը որ ամբողջ աշխարհն է գնում արագ մտածելակերպի, նոր մտածելակերպ, մենք դեռ հնում դոփում ենք, այս է շատ վատ է։ Ինչքան մենք պետքա դոփենք հնի մեջ, բավոր սենց, բավորը նենց, վախերը, բավոր կատունկային վրա, բավոր այսպես, մենք առաջ չենք գնա։ Այն երկրները մեզանից կգնան առաջ, մենք էլի կմնանք, էլի կասենք, այ հիմա հուլիսի 1-ից, ինչ Յուպիտեր մոլորակը արդեն առյուծում է, դեռ երկար տևող, հետո հաջորդ տարի 27 թվականին հուլիսի վերջերից արդեն
կփոխվի կմտնի կույս, որը կարգ ու կանոն է իրենից պահանջում, միջև այդ պետք է մաքրվի ամեն անարդարություն ու գրագիտության, գիտելիքի, կրթության, այսինչ ժամանակներում մենք ապրում, այդ ջրհոսից է, որտեղ Պլուտոն մոլորակը ջրհոսում է, որը որ Ռուսաստանը շատ խանգարել է շատ երկրներ նաև Հայաստանի, չեն թողում, որ մենք աճենք, մեր գլխին անդադ տվել են։ Հիմա Սատուրն մոլորակը խոյում է, դա նշանակում է ստրկական վիճակից դուրս եկեք, եթե անհատին ասում է, ժողովրդին էլ անհատանա, դա ժողովուրդը հերիքա լինենք ստրկական վիճակում։ Այս ճորտատիրական բաները վերջացել է արդեն։ Ամեն անհատ իր գիտելիքով, իր համարձակությամբ, չէ որ խոյ եսն է, դու քո ես առաջ պահելով գնա, գիտելիք ձեռք բեր, չարչի մի եղի բիզնեսմեն եղի, դրա համար գիտելիք է հարկավոր, երկար գնացեք դրսում սովորեք։ Ու լավ կլինի, որ կառավարությունը լավ գրագետ, շատ լավ պատրաստված մասնագետներ բերի, որպես այստեղ դասեր գնա։ Հիմա քանի որ գիտելիքի կրթության հետ կապված բավականին փոփոխություններ է սպասվում, արդեն կսկսեն այն հին մտածելակերպ մարդիկ բունտեր անել։ Այս ինչա մեր կրթության, մեր պատմության այնքան փակ էջեր կա մեր Հայաստանում, պեղումներից միջև անգամ, այնց բաներ են հայտնաբերելու, այնքան բաներ է դուրս գալու ջրից, որ մենք կզամանակացենք, միթե սա հայ ժողովուրդն է, այո։ Ինչի հերանկարա իրան, այսքան են եղել է եւ տարածքով եւ ժողովրդով, ամբողջ աշխարհին առել է։ Այ բիզնեսմենն իրանք են, ամբողջ բանկերն իրանցն է։ Իսկ մենք ինչ ունենք բոլորը տարան, ինչ ունենք տարան։ Մենք չենք կարողանում մենք մերը պահենք, ինչի։ Ինչպես արդեն նշեցիք, ժամանակները փոխվում է ու բնականաբար ուզենք թե չուզենք, այդ փոփոխությունների հետ պետքա մենք էլ փոխվենք, որովհետև գոյություն ունի էներգիա, իսկ դա դուք ինքներդ էլ լավ գիտեք, որքան կարևոր է։ Երբ որ աշխարհում փոխվում է էներգիան, իսկ 2026 թվականից սկսած այդ էներգիան փոխվել է, ու քանի որ ես ինքս հետևում եմ այդ փոփոխություններին, կարող եմ վստահ ասել, որ մարդկանց մոտ էլ արդեն գիտակցական շարժ կա։ Մարդիկ հասկանում են, որ Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում, ինչու Հայաստանի Հանրապետությունում, որովհետև ի սկզբանե մեզ մեծացրել են, որ սա չի կարելի, նա չի կարելի, բավարարվիր քչով, սա չպետք է անես, ինչքան որ կա դրանով բավարարվիր, դրա համար մենք մնացել ենք նույն տեղում, առաջ չեն գնում, իսկ այս նոր էներգիան, որը որ արդեն կա 2026 թվականից սկսած, նա թույլ չի տալու, որ մենք մնանք տեղում, շարժ, խոյը շարժ է, արագություն, էմոցիա, ամեն ինչ անում ենք տեղում։ Բայց ինչի՞ ես խոյով ասում։ Որովհետև մեկ էներգիան, այսինքն այն մարդիկ, սա ասում եմ ձեզ թվային հոգեբանությունից, մարդիկ, ովքեր ծնվել են 1, 10, 19 եւ 28 թվերի տակ, իհարկե բոլորը տարբեր հատկություններ եւ բնավորության գծեր ունեն, բայց ամեն դեպքում սա պատասխանում է նրանց էմոցիաների եւ հատկանիշների համար, այսինքն մեկը դա առաջնորդի էներգիան է։ Բայց ինչի՞ս Հայաստանին մեկ թիվն ասում, ինչի՞ց է։ Որովհետև ամբողջ աշխարհում մենք գտնվում ենք մեկ էներգիայի տակ։ Այդ է եմ ուզում բացատրել։ Ես հիմա ձեզ կբացատրեմ։ Նումերոլոգիայում կան անձնական կյանքի փուլեր, այսինքն յուրաքանչյուր մարդ ունի իր անձնական տարին։ Օրինակը բերեմ իմ վրա, ես գտնվում եմ իմ անձնական 9-րդ տարում եւ սա նշանակում է, որ 9 ավարտում է եւ այն ինչ որ իմ կյանքից գնալու է, ես դա պետքա բաց թողնեմ, այսինքն հանգիստ անեմ այդ փոփոխությունները, որովհետեւ 2027-ը իմ համար լինելու է 1-ի տարին, խոյի տարին, ամեն ինչ սկզբից, նորովի։ Իսկ խոյերը միշտ համարձակ են։ Ճիշտ է, խոյերը շատ շուտ բորբոքվում են, տաք են, կրակ են, բայց ամեն դեպքում խոյը միշտ հասնում է իր ուզածին, որովհետև խոյը պայքարում է, ասում է ես կգնամ մարտի դաշտում, կկռվեմ ու կհաղթեմ։ Դրա համար այն մարդիկ, ովքեր իրեն շրջապատում շատ խոյեր ունեն, ես ինքս էլ ուսումնասիրել ու նկատել եմ, որ այդ մարդիկ ամեն դեպքում տեղից շարժվում են, բարձրանում են, որովհետև նման արտահայտություն կասա, ով է ընկերդ, ասեմ ով ես դու, էներգիան ազդում է, փոխվում է։ Դրա համար մենք այս տարի բոլորս եւ Հայաստանի Հանրապետությունում հնարավորություն ունենք փոխելու մեր կյանքը։ Եվ դուք շատ ճիշտ ասեցիք, կրթությունը ամենակարևոր բանն է։ Մենք պետք է հասկանանք, որ
անկախ ամեն ինչից, ինչ է լինի, մենք պետք է ունենանք շատ սիրուն խոսք, մենք պետք է հասկանանք, որ խոսքը ամենասկզբում խոսքն էր, խոսքը կարա բացի դուռ, կարա փակի դուռ, դրա համար այն էներգիան, որ արդեն աշխարհում կա, դա նաև ազդելու է մեր Հայաստանի վրա։ Ինչու եմ ես խոսում Հայաստանի անունից, որովհետև եկեք ամեն դեպքում առանձնացնենք։ Մենք արժանի ենք ամենալավին։ Մենք ունենք այդ հնարավորությունը, որ լինենք ամենալավը ու արդեն 2026 թվականից սկսած այդ փոփոխությունները մենք նկատում ենք, ուղղակի չենք ուզում ընդունենք, որ վերջապես հնարավորություն ունենք լավ ապրելու, Տեր Աստված, մենք կարող ենք ունենալ լավ տուն, լավ մեքենա, մենք կարող ենք գործ անել, մեր բիզնեսը ունենալ, մենք այդ հնարավորությունը ունենք, սա լավատեսության արդյունքը չի, որ ես խոսում եմ։ Ես ինքս այստեղ ապրում եմ, ես աշխատում եմ, ես ստեղծագործում եմ, ես գնում եմ իմ ճանապարհով, ես ուզում եմ, որ լավ լինի, չէ՞ որ ես մենակ իմ մասին չեմ մտածում, ես սիրում եմ մեր ժողովրդին, ես սիրում եմ մեր ազգին, սա շատ սիրուն ազգ է, եւ այս ազգում ցանկացած մարդ կարա առաջ գնա ու հաղթի, մենք իրոք ունենք խելք, շատ ուժ է, խզոր խելք ունենք, մեզ մնում է դա օգտագործել, մենք չպետք է վախենանք։ Գիտեք որն է խնդիրը։ Կնոջ խելքն է շատ ուժը։ Գիտեք որն է մեր մեջ խնդիրը։ Մենք միշտ համեմատական ենք անցկացնում։ Համեմատվում ենք ուրիշ երկրների հետ։ Եթե Ամերիկան սա կարողանում է անի, մենք չենք կարող անել։ Ուզում եմ հասկանամ, ինչի չենք կարող անել, որովհետև մեր տարածքները հիմա փոքր է, որովհետև մեզ սեղմել փոքրացրել են դրա համար, բայց չէ՞ որ այդ տարածքները տենց չի մնալու։ Մենք մեծանալու ենք, չէ՞ շատ շուտով։ Այն ինչ որ մեզնից տարել են, դա մեզ հետ են տալու, ուզեն թե չուզեն, որովհետև դա մերն է։ Դա չի կարող շատ շուտով, քանի որ ես ուսումնասիրում եմ էներգիաները ու մեզ 2027-ին մի փոքր ծանր իրավիճակներ է սպասվում, ինչու որովհետև գտնվելու ենք ամբողջ տարի լուսնի հովանավորության տակ։ 2027-ը գտնվելու է երկու էներգիայի տակ, իսկ երկուսը լուսին է։ Ու այստեղ մարդկանց էմոցիաները անընդհատ տատանվելու են, մարդիկ դառնալու են կասկածամիտ։ Նրանք չեն կարողանալու գտնեն իրենց։ Դրա համար 2026 թիվը շատ լավ հնարավորություն է տալիս։ Ժողովուրդ, եկեք մի հատ հասկանանք մեզ։ Եկեք մի հատ մեզ ճանաչենք, բացահայտենք մեզ։ Մենք կարանք համախմբվենք։ Ինչ ենք մենք մենակ համախմբվում են ժամանակ, երբ որ դժբախտություն է լինում։ Պետքա պարտադիր պատերազմ լինի, որ բոլորով միանանք։ Չէ, եկեք ուրախանանք, որ հարևանը այսօր քշում է ամենավերջին են լավ մեքենան։ Չէ, եկեք ուրախանանք։ Ու մենք էլ հասնենք դրան, ինչ ենք մենք վատը վերցնում։ Եկեք վերցնենք լավը, եթե հարևանի աղջիկ ընդունվեց լավ համալսարան, օրինակ սովորում է երկրից դուրս, եկեք ուրախանանք ու ձգտենք, որ մեր երեխան էլ դրան հասնի։ Ինչի չենք կարողանում մենք այդ ճանապարհը գտնել։ Որովհետև մեր մտածողությունը դեռ մնացել է այս մակարդակի վրա, բայց Աստված արդեն հոգնել է դրանից։ Ասում է ես ձեզ ամեն ինչ տվել եմ, դուք չեք վայելում։ Ձեր կյանքը, ձեր աշխարհը, ձեր հողը դա Եդեմն է, ժողովուրդ, Եդեմն է սա։ Հայաստանը Եդեմն է, ու դա կամած բացահայտվելու է, ուզենք թե չուզենք։ Այս երկիրը ամենահզոր երկիրն է աշխարհի վրա։ Դրա համար եւ Բրիտանիան, եւ Իսրայելը, եւ Ամերիկան, եւ Ռուսաստանը, եւ բոլոր երկրները ուզում են Հայաստանը վերցնեն ու դարձնեն իրանցը։ Հայաստանը շատ շուտով դառնալու է ամենահզոր տուրիստական պետությունը, որովհետեւ այստեղ նենց հրաշք տեղեր կա։ Ես անգամ փշաքաղվեցի։ Ես իհարկե լինելու է, ու մենք հենց այդ ճանապարհին են։ Դա շատ լավ հնարավորություն է։ Մի շատ կարևոր բան էլ կա։ Մենք պետք է հասկանանք, որ մեր հիմքը դա գյուղն է։ Ժողովուրդ, ինչի եք թողում ձեր տները, ձեր տարածքները ու գալիս քաղաք։ Գյուղերում երջանկություն կա, հնարավորություններ կա, այսօր շատ քիչ են մարդիկ զբաղվում անասնաբուծությամբ, հողագործությամբ։ Եկեք խոստովանենք, որ գրեթե մեծ մասը չի էլ ուզում, բոլորին գյուղն է քաղաքը պահում։ Իհարկե։ Գյուղացին է։ Իհարկե։ Ես ինքս ծնվել մեծացել եմ գյուղում։ Ես հպարտ եմ, որ այնտեղ եմ ծնվել մեծացել։ Ես Ավշարից եմ, Արարատի մարզ, գյուղ Ավշարից եմ։ Արարատից ես։ Այո, ես Արարատյան դաշտավայրից եմ, ամենատակ մարզը, ամենադրական, չնայած որ բոլորն են շատ լավ։ Ես ինքս էլ շատ եմ սիրում։ Ու քանի որ ես այնտեղից եկել եմ քաղաք ու այստեղ եմ ապրում, այստեղ եմ ստեղծագործում, ես ինքս էլ շատ ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ գյուղատնտեսությունը դա ամենակարևոր բան է, մանավանդ 2027 թվականին, երբ որ մեզ սպասվում է ծանր
իրավիճակներ, հատկապես առողջական Բայց հողագործության տարի է լինելու։ Իհարկե, բայց դա Շինարարության շատ շատերի վրա բացասական ազդեցություն կունենա ու դա կապված է նրա հետ, որ մարդիկ իրոք չգիտակցված են, իրենք չեն պատկերացնում ինչ է կատարվում աշխարհում։ Մենք հիմա ապրում ենք նոր ժամանակներում, ու սա կոչվում է Աստծո ժամանակները։ Բոլորը սպասում են Քրիստոսի երկրորդ գալստին, ճիշտ է։ Ու մենք հենց այդ ժամանակներում ենք ապրում։ Շատ երկրներ մեզ հետ հաշվի կնստեն։ Իհարկե։ Ես չգիտեմ որքան դու լսել ես, որտեվ կրկնողություն կլինի, բայց թող լինի, որտեվ կան որ չեն լսում, կամ մի քանի անգամ պետք է ասեն, որ լավ լսեն։ Հողագործություն, գինեգործություն, անասնապահություն, Այո, ինչ կայլ ընդեղ, այդ բոլորը մերն է։ մերն է, Ու դա լինելու է։ լինելու Հիմա է։ մաքրման շրջանի մեջ ենք, քանի որ Սատուրն, Ուրան, այլ լավ մոլորակները թողնենք, բոլոր են հզոր մոլորակները, որոնք տարիներ է, իրանք բոլորը Սատուրն էլ հիշողության մոլորակ է, ինչ որ արվել է 30 տարի առաջ, այդ բոլորը հետ է գալիս, որը սկսվեց փետրվարի 13-ից, որտեղ շատ անգամ լսում են Բա ինչի վարչապետը չարեց հիմայան, որտեվ հիմա է ժամանակահասը։ Այո։ Այստեղ հարցը վարչապետը չլիներ, ուրիշը լիներ, ինքը ժամանակաշրջանն է ու գումարած, որ երկվորյակ է։ Ու Ուրանն էլ հիմա երկվորյակում է, որը հնարավորությունն է տրված, հինը բերել, սա մոլորակներն են անում, ու չմոռանանք իր հավատքը։ Այդքան ինքը անեցքների տակ, ինչքան վատ բաների տակ ինքը ու իր ընտանիքը ընկավ, իրան պահում է իր սաղմոսը եւ իր հավատքը, որը պահում է Հայաստանին։ Հիմա էլի տուպոյները կասեն, ես ինքն բացայտ եմ ամեն բառ ասում, էլի սազը ձերքից, միշտ սազը ձերքից գովելու եմ, Հայաստանին եմ գովելու։ Բայց այն մարդիկ, ովքեր սահմանափակ են ու 200 գրամանոց ուղեղ ունեն, մի քիչ գլուխներ, ձեզ չեմ փնովում, ուղղակի ասում եմ մի քիչ աչքերը տականջներդ բաց արեք, մի հատ տեսեք մեր հայոց աշխարհի ինչեր է կատարվում, ինչ որ խաղաղություն կա, ամեն հիմար անգրագետ, որ 2 տառ իրար կպցնել, չգիտի կյանքում գիտք չի կարդացել, անգրագետ լրագրողը միկրոֆոն է տալի ու եթերից գոռում է կարմրած թեկին թե տղամարդ, այս ինչ խաղաղություն է, ուրիշ ինչ ձևի հոտ է գալի խաղաղությունից, դե անպայման կրակոց լինի, անպայման սահմանում մարդ մեռնի, հիմա ամբողջ սահմանները խաղաղ է, հանգիստ է, բայց քաղաքի մեջ մարդիկ իրար կրակում են, որովհետև չկա պատժելություն, այստեղ ես վարչապետին մեղադրում եմ ինչի համար, որ իրոք չկա պատժելություն, ժողովրդավարություն է, բայց այդքան չի կարելի։ Չպետք է ինքը շատ խիստ օրենքներ պետք է դնու, այդ օրենքները այս տարի արդեն գործելու է, իրոք խիստ է լինելու շատ բաներ, որ թույլ չտա ամեն մարդ եթեր դուրս գա, թույլ չտա, որ եթերից ամեն անհետեթություն դուրս տան, ղեկավարին չփնովեն, ոստիկանին չփնովեն, ոստիկանն ինչ արի, ինքը կատարում է օրենքը, ինքը կատարում է հրամանը կարգ ու կանոնի համար, ինչ ասես խոսում են, սկզբից մի լավ միտք ասեցիր մեր ժողովրդի վախը, այս վախի սինդրոմ անհանգստության, որտեղ մեր գլխին անդադ տվել են, եկեղեցին էլ է տվել, չի կարելի չանես Աստված կպատժի, Աստված չի պատժում, Երբեք։ Եթե սեր է, նա ոնց կարա պատժի, հիմա եկեղեցու դեմ էլ ոնց է թույլ տալի եկեղեցու դեմը, վարչապետը հավատքով մարդ է, նա լացելով է աղոթում, ես հետևում եմ դա, ես ուզում եմ բոլորը ճիշտ հասկանալ, այստեղ հարցը Նիկոլ Փաշինյանը չի, այստեղ երկրի վարչապետն է, որը գլուխն է Հայաստանի, ու ինքը իրան ինչ սխալներ ունի, բոլորս ունենք սխալներ, Ցեզարն էլ սխալ ուներ, բոլորն ունեն մարդը, մարդկանացություն, որ ինքը իր աղոթքով, իր հավատքով պահում է, այս ճյուղերն է, որ այդ ճյուղերը Աստծուց կտրվել ենք, մենք վաղուց ենք կտրվել, չնայած ես շատ անգամ ասում եմ 20 թվականից ենք կտրվել այդ կորոնան ինչ եղավ, բայց մենք վաղուց ենք կտրվել, որտեղ մահեր շատ եղավ, այդ 44-ը հենց այնպես չի 10 տարեկանների մահադրան կարմիչսկի տարիքա, էլի Սատուրնից է գալիս, լուսնային հանգույցից է գալիս, որ դա պետք է լիներ, ես էլ կորուստ եմ ունեցել, դու չգիտեմ գիտես թե ոչ, բայց շատ ծանր է, բայց ես չեմ կարող ամբողջ օրը լաց լինեմ ու նրան անիծ եմ, չնայած իմ կորուստի պատճառը, չգիտեմ որքանով գիտես, դա իրավական համակարգն է, որ կոռուպցիան շատ է,
այս կոռուպցիան ես մի անգամ ասեցի այստեղից, որ 7 պորտ կտրես, նոր կոռուպցիան կվերջանա, որովհետև ամբողջ աշխարհովը էլի ռուսներն են մեր մեջ մցրել այդ կոռուպցիան Եկատերինայի ժամանակ, որտեղ հայերը այդպես չեն եղել։ Ինչ է ես ուզում քեզ ասած լինեի, այդ ինչը որ դու թվերով, նախ Հայաստանը այդ եղջյուրա կարասկոպով, էլի պոզավորա, ինքը ծայրահեղա, ոնց որ խոյը ու Վարդան Մամիկոնյանի սաղավարտի վրա խոյնա, ես շատ անգամ Հայաստանի նաև խոյ եմ ասում, այս տարվա թիվն էլ մեկն է, եթե նումերալոգիա վերցնենք, ինքը պետք է հաղթանակներ տա անպայման հաղթանակներ տա, անցած տարի 9-ներ վերջացավ, ինչ որ եղավ, ու անցյալը պետք չի բերել առաջ, որտեղ ոչինչ չի փոխվի։ Ես ինչ կուզենայի քեզ հարցնի։ Հա, նումերալոգիայի մեջ 3 փուլեր կա՝ Պյութագորեսի, որը նայում է տարեթվով եւ անվան տարերով, հետո կա կաբալիստների, որը հրեական է, որը ես տեղ եմ տալիս իմիջալուց։ Ինչ եմ տեղ տալիս։ Ես ամեն ինչին տեղ եմ տալիս, ամեն ինչին, որտեղ ամեն ինչ պետք է իմանաս դու, բայց ոչ թե ես ռեկլամում եմ, ես պետք է իմանաս, որտեղ կաբալիստների մոտ հետաքրքիր է շատ իրանց ուսմունքն է այդ, հրեական իրանք գաղտնաբառերն են բացանում սուրբ գրքերի, եւ մարդու անուններն են իրանք բացատում, ինչա քո անունը սենց, այդ անունի տակ ինչ է։ Հատուկ միսիայով ես ծնվել, ինչ ես այդ անման տակ ծնվել։ Հետո կա հնդկականը։ Այո։ Այդ էլ վեդայական աստղաբանության հետ է գնում, մարդկա սիրում է վեդայականը, թողանը ես ոչ մի բանին չեմ արգելում, որտեղ դա հնից եկած բան է, ու դա 4-րդ, 5-րդ դարից եկած բան է, այդ նումերալոգիան, սա նոր չի ու մի հոգու կողմից դա չի ստեղծվել ու չգիտենք էլ երբ է ստեղծվել ու կողմից է ստեղծվել, բայց մի քիչ ինքը սահմանափակ է, մի քիչ, որտեղ կա թվեր, այնտեղ կա մոգություն։ Բայց եթե դու բավականին լուրջ բաներ ասեցիր իմիջալոց ու այն ասեցիր, ինչը որ ես միշտ ասել եմ ու հավանեցի իմիջալոց քո միտքն ու քո գաղափարը Հայաստանի համար, ճիշտ էր, դա ճիշտ էր։ Այդ քո հաշված թվերով դու ինչպես կարող ես օգնած լինել, որ մեր ժողովրդի աչքերը բացվի, բացատրելով իհարկե, որ եկել է մի մարդ ծրագիր կատարելու, որ մեր ժողովրդին այս ճահիճից հանի, որ այդքան չփնովեն, թողեն, որ աշխատի, ու ինչքան կարան պետք է ղեկավարի հետ լինեն։ Եթե սխալել է, բայց չասեք էլի հողերը հանձնեց, այսքան երեխու գլուխ կերավ, այդպես է։ Եթե մենք հետ նայենք, անցյալ գնանք, ծրագրով գնանք, դա պետքա լիներ։ Միանշանակ պետքա լիներ, որովհետև ես դրա մասին շատ եմ մտածել ու բնականաբար խորացել եւ ուսումնասիրել եմ, այնինչ որ եղավ 2020 թվականին, դա անխուսափելի էր։ Մենք չէինք կարող ոչ մի բան անել։ Սկսենք նրանից, որ սկսվեց սեպտեմբերի 27-ին։ Գտնվում ենք 9 էներգիայի տակ։ Բայց գիտես չէ ինչ օր էր իհարկե, ես ինքս շատ մեծ ցավ եմ տարել ու աշխատում էի միտեղ, որը որ մոտ էր Էրեբունի հիվանդանոցին ու գիտեք ինչ վատ սարսափելի վիճակ էր, չեմ ասում ինչ էր կատարվում մարդկանց հետ, սկսած արցախցիներից եւ մեր հայերից։ Ու միանշանակ այդ բացասական եւ դրական կողմերը եթե դնենք մի կողմ, ամեն դեպքում այն ինչ որ կատարվեց այդ ընթացքում, դա պետքա լիներ, որովհետեւ մեզ սպասվում է նոր ժամանակներ։ Մենք այն ժամանակ դրա մասին չգիտեինք։ Ինչի է 2026 թվականին ավելի արդի նումերոլոգիան, աստղագիտությունը, ասենք աստղագիտություն, որ ասում են գուշակություն, աստղաբանություն, աստղագիտություն, ավելավա լինի աստղագիտություն, քան աստղագուշակություն։ Ժողովուրդ, սա շատ կարևոր է որ հասկանան, որ սա գուշակություն չի, սա հաշվարկ է, չէ որ մոլորակները, չէ որ թվերը, դա էլ է չէ Աստված ստեղծել։ Աստված դա դրել է մարդու մեջ ու մարդը դա ստեղծել է, դա մեզ օգնում է։ Եթե այսօր թիվը օգնում է, որ մարդը ավելի լավ ճանաչի իրեն, ինչու դա չօգտագործենք։ Եթե ես ասում եմ, որ մեկը լավ թիվ է, որ մենք գտնվում ենք այն էներգիայի տակ, որ այն ինչ որ կատարվում է, դա իզուր չի,
Մենք գտնվում ենք ստեղծողի էներգիայի տակ, ամեն ինչ սկզբից, նորից, նոր հնարավորություններ։ Մենք կարող ենք, նորից եմ ասում, մենք կարող ենք բոլորս շատ լավ ապրել, ունենալ այն կյանքը, որը որ այսօր Հայաստանում մեծ մասը ունի, իսկ այն շատ մասը, որը որ գտնվում է այսենց վիճակում, ինչի, որովհետև չի հասկանում, ինքը ինչ է ուզում, ինչով զբաղվի, ինչ անի, որովհետև կա արտաքին ազդեցություն, որովհետև այսօր այն մարդիկ, ովքեր կարողանում են հարստանան, նրանք հարստանում են ու չեն ուզում օգնել մյուսներին, դա ամենավատ բանն է։ Չօգնում են, ոչ չէ, բարերարը, բայց ոչ չան, ինքը պետք է անի։ Դե պետք է, բայց նպատակը, եկեք հասկանանք նպատակը որն է, եթե դու դա անում ես, որ ցույց տաս, որ օգնում ես, ուզում ես Աստծո աչքին հաճելի երևաս, այսինքն դու արքու վաճառքի մեջ ես մտնում Աստծո հետ։ Բայց Աստծուն պետք չի քո հարստությունը։ Դե ես էլ եմ ասում, այսինքն նայես թե քո նպատակը որն է, իսկ դու կարող ես արտակնապես խափես, ժողովրդին խափես, ցույց տաս գործողություններ, որ դու անում ես սա, հանուն ժողովրդի, բայց քո հոգին, չէ՞ որ Աստված տեսնում է քո հոգին։ Երբ որ դու մենակ ես մնում, երբ որ մենակ ես մնում ու նայում ես հայելուն, դու կարող ես վստահ ասել, որ դու անում ես սրտանց։ Բայց կներես, այս մեկ ընդհատում է ներող կլինես, մոռանում եմ։ Իսկ քո հաշվարկով դու տեսել ես, որ ես աստղաբանությամբ ասել եմ արդեն ժամանակը հասավ, դա հուլիսի 1-ից։ Բոլոր անարդար աշխատած փողերով մարդիկ պատժվելու են, ովքեր անարդար ձևով հարստացել են աշխարհի որտեղ ուզում են սեղի, որտեղ համատարած գնալու է։ Հիմա քանի որ մեր մոտ նոր ծիլ սկսվելու, այն երկրաշարժը չմոռանանք 88 թվականին ու շատ կողքից էլ գնաց մեր պատերազմը Ղարաբաղյան, չմոռանանք դա։ Բոլորի մոտ գնում է սննկացում։ Տեզերք արդեն հավաքում է, Սատուրն ինքը հարվածները պետք է տա, ինչքան էլ ժողովուրդը, այն մարդն է հիմա գոռում, ում ասում է, տեսեք, վայ կրպանս դատարկվել է։ Բնական է, իրանք մահանային բռնում երեխեքին, որ սոված են, իրանք կաշխատեն բոլորն էլ, բայց այն գումարները, որ այդտեղ եղել է, ես չեմ ուզում սրանք մանրացնեմ, որտեղ այդ բոլորը գնալու է պետությանը ու մեր պետությունը հարստանալու է։ Ու շատ օտարազգի մարդիկ կտեսնեն, որ իրոք մենք բարի ենք, որտեղ ասում են, որ հայ ժողովուրդը բարի է, երբ որ գալիս են դրսից հյուրեր, կգան այստեղ ապրելու։ Ու մեր երկիրը շատ կհարստանա։ Մի փոքրիկ հետ գնամ, այդ 27 սեպտեմբերի որ եղավ 44-ին, այդ նախ միշտ եմ կրկնել, դա պատերազմ դա դավադրություն էր, որտեղ 44-ը հենց դա էր սիոնիստների տոնն էր այդ օրը։ Իրանք մատաղ պետք է անեն ու երեխեքին մատաղ ու այդ օրը ընկել է մեր 18 տարեկաններին։ Դրա համար բոլորն ասում են ինչի հենց դա պետք է լիներ ու հետաքրքիր է որ այդ բոլոր երեխեքը տիրոջ մոտ են, բոլորը։ Ես շատ մայրերի հետ եմ զրուցում, հիմա մի քիչ թողել եմ, որտեղ մի վրահավոր ծանր է աստում, այն սկզբի ժամանակների շատ, որ շատ-շատերը մամաները երեխեքին տեսնում են ողջ ու ուզում ա գատուն, բայց չի գալի, դրան առջև կանգնած է։ Աղունիկներ են տեսնում, իրանք գիտեն, վայ, իմ երեխեն ա լավ խաբար, ոչ այդ իրանց հոգիներն է։ Այդ բոլոր մահացածների հոգին, աղոնիկը հոգիներն է։ Ու ագրավին պետք չի ասել, վատ, որտեղ ինք իմաստուն թրջուն է, ուղղակի նույն ժամանակվանից էլի սխալ ագիտացիա է, որ գնաց լեշը տեսավ, մնաց չեկավ, իսկ աղոնիկն էլ ձիթն ու բանը ճողով եկավ, որովհետև բարի խաբար պետք է բերեր։ Հա, բարի բերող է, բայց ինքը հոգի է։ Ինքը հոգի աղոնիկ, թիթերն էլ է հոգի, նայ գերեզմաններում, որ թռնում են թիթերներ, հետաքրքիր սպիտակը հատկապես, այդ մարդու հոգին այդտեղ անում այդ, որ դու գնացել ես, այնքան են փորձել դա, եղել է երկու թիթեր իրար սիրում են, այդ էլ այդ հոգիներն են իրանք, հուզիչ է, ուրիշ մի բան է ուզում քեզ հարցնել, մոռացա, հա, էլ եմ ուզում անդրադառնամ դրան, Իհարկե գիտեմ, որ դա քո կարծիքը չի այդ հաշվարկով իհարկե, իրոք վարչապետը մեղավոր է այդքան երեխեքի զոհերի համար, որ դա պետք է լիներ, գիտենք, որ դա պետք է լիներ, ինչ ինքը պետք է աներ, որ այդ զոհերը չլիներ։ Ես ձեզ նորից եմ ասում ու
թող սա լսի ամբողջ ազգը, այնինչ որ կատարվեց 2020 թվականին, դա պետքա լիներ։ Միանշանակ խուսափել դրանից հնարավոր չէր։ Բայց եթե վերցնենք մեղավոր էր թե չէ, եկեք դա թողնենք, թող Աստված որոշի։ Եվ ժամանակը ցույց տա։ Մեղավոր էր վարչապետը այդ հարցում, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա։ Եվ թող ամեն մարդ եզրակացնի այն, ինչը որ ինքը ուզում է, միևնույն է, ճշմարտությունը բացահայտվելու է։ Դե ուզեն թե չուզեն համակարգի փոփոխման հետ ես նորից կարող եմ կրկնվել, որ 2026 թվականից սկսած աշխարհում փոխվել է համակարգ եւ ամբողջ աշխարհում կլինի Ամերիկայի ղեկավարը, կլինի Ռուսաստանի ղեկավարը, էական չի ով կլինի, բոլորը փոխվելու են, որովհետև իրենց մեթոդները էլ չեն աշխատելու, միանշանակ էլ չեն աշխատելու, որովհետև հինը էլ չի գործելու, վերջ, սա է մեր իրականությունը, եւ դրա հետ մեկտեղ պետքա փոխվենք նաեւ մենք ու մեր գիտակցությունը, այսինքն ամբողջ աշխարհում մենք գտնվելու ենք բարձր վիբրացիաների վրա, նա ով չի կարողանա գտնվի այդ վիբրացիայի վրա, նա կունենա կամ շատ լուրջ առողջական խնդիրներ, մենք կունենանք, հիմա շատ դաժան բան եմ ասում, բայց կունենանք շատ ինքնասպանություններ, որովհետև մարդիկ ուղղակի հոգեբանորեն կխանգարվեն։ Ինչու եմ ես ուզում, որ թվային հոգեբանությունը, աստղաբանությունը զարգանա, ինչու եմ ես ուզում, որ մարդիկ լուրջ նայեն դրան, ինչու եմ ես ուզում, որ այդ հոգեբանությունը լինի ավելի կարևոր, որովհետև սա շատ ճիշտ հոգեբանություն է, որովհետև այստեղ շատ ճիշտ բացատրվում է ու ներկայացնում է մարդու էությունը։ Ու մենք կարող ենք դրանով ես եւ դուք եւ մեր նման շատ շատերը կարող ենք մարդկանց օգնել, այ դրանով կարող ենք բարձրացնել Հայաստանում մարդկանց գիտակցությունը, որ վերջապես հասկանան, որ սա տառապելու կյանք չի, մենք չենք եկել տառապելու համար, մենք եկել ենք, որ երջանիկ ապրենք։ Կյանք այնքան պարզ է, այնքան հասարակ է, այնքան սիրուն է, որ առավոտը երբ որ աչքերդ բացում ես, դու արդեն հնարավորություն ունես ստեղծելու։ Ցերեկը դու հնարավորություն ունես սիրելու, իսկ գիշերը ժամը 6-ից, 7-ից, 8-ից հետո դու արդեն կարաս մտածես հոգևոր աշխարհի մասին։ Գնաս հոգևոր աշխարհ, ռուսերենով է դա շատ սիրուն հնչվում, դուխովնի միր, շատ սիրուն է։ Ես միշտ ասում եմ, մենք ունենք հնարավորություն ամեն օր մեր կյանքը էլ ավելի լավը դարձնելու։ Դրա համար չպետք է նախանձենք մեկս մյուսին, այլ օգնենք։ Ես պատրաստ եմ ձեզ օգնեմ։ Ես պատրաստ եմ ձեզ օգնեմ, ինչով կարող եմ։ Ես սիրով ձեզ կօգնեմ, կբացահայտեմ, կօգնեմ, որ դուք հասկանաք ինքներդ ձեզ։ Չէ՞ որ սա ամենակարևոր հոգեբանությունը դա ամենակարևոր օգնությունն է։ Մենք հիմա ապրում ենք ժամանակներում, որ ամենակարևոր բանը դա հոգին է։ Գումարել կարևոր չի։ Այդ հունարեն բառն է փսիխոլոգիա, հոգին բանալ, բայց հենց այդ ինքը հոգեբան օգնության կարիք ունի։ Հենց ինքը ունի հոգեբանության կարիք, որտեղ ինքը խոսում էին, ինչ իրան դե ներսում կա։ Այտենց գուշակնել է։ Հիմա նենց շրջանա, Սև լուսին գոյություն ունի, գիտես իհարկե, անցած տարվանից հիմա էլ աղեղնավորում, անցյալ տարի բանում էր այդ կարիճում, որը մոգություն է նշանակում, շատ իհայտեկան աստղաբաններ, այդ նումերոլոգներ, էքստրասեքսեր, ես այդպես եմ ասում, տարոլոգներ, մի խոսքով այդ բոլորը մի կապոցի մեջ կոչում է գուշակներ, ոնց ուզում ենք մենք արդարանանք։ Հիմա հաջորդ տարվանից, քանի որ կարգ ու կանոնի տարի է կոչվում, հերթով կսկսեն այդ բոլորը վերանալ։ Այն մարդիկ հատկապես, ովքեր շարլատաններ են, ովքեր խաբեբա են, ովքեր զուտ փողի համար են իրանք աշխատել, մենք բոլորս էլ ես էլ փողի համար եմ աշխատում, անվճար չի այս աշխատանքը, որտեղ ես ինձ սովորել եմ, վճարել եմ, ես գրականությունին բավականին գումարներ եմ տվել, դասեր եմ գնացել, սովորել եմ, փող է այդ ամեն ինչը, ես պետքա ստանամ պատասխան, հետո եթե ես փող չաշխատեմ, ես ոնց եմ ապրելու։ Բայց եթե զուտ մարդ աշխատում աշխատելու համար, մարդ աշխատում է փող ունենալու համար։ Հիմա մարդը պետք է աշխատի զուտ աշխատելու համար։ Այն որ ասեցի մենք բիզնեսմեն չենք, չարչի ենք, այդ չարչիությունը պետք է վերանա։ Իրոք դառնա բիզնեսմեն։ Մարդը հասկանա ինչ բան է առևտուրը, առ եւ տուր։ Առևտուրը, այսպես Արտուր անուն եմ շատ անգամ ասում Արտուր, առևտուր։
Հետո որ վերցանում են, տենեն բոլոր արտոնների մեջ այդ գաղափարն է մտած բիզնեսի, այս շարժիության, այ որ կողքդ նայես, բոլոր անունները ունեն իմաստ։ Ես տոն հիշեցի։ Որ իրանք կորիզ են ունենում, ճիշտ է մի քիչ տարբեր կա, բայց իրանք հիմնավոր կորիզ ունենում են։ Ինչ է իմ ասածը հիմնական, որ միջև այ հիմա այս զրույցը որ գնաց, ես բավականին հավանեցի քո տրամաբանությունը, որ ոնց անենք, որ մեր ժողովուրդը բարիանա, ոնց անենք, որ աչքերը լավ բացվի, դրա համար պետքա գիր գրականություն։ Եթե մարդը չի, մեր ժողովուրդը կարդալ չի սիրում։ Չի սիրում։ Եթե կարդա, մի քիչ բան կհասկանան, պատմություն քչփորեն ուսումնասիրեն։ Հիմա մարդկա հավես չունի կարդալու, չի սիրում, դպրոցում չի սովորել։ Իրեն թվում է, որ հիմա պետք է մեծանա ամուսնանա, գնա պարկի երեխա բերի, ուրեմն ամեն ինչ լավ է, ինքը կարա գոռա արդեն։ Դե դրա համար էլ էս վիճակում ենք, որտեղ տենց են մտածում։ Ոչինչ, թող անասուն ունի, թող գնա կթի։ Թող գնա ձուտ անի վաճառի, չգիտեմ, ոստանը փորի, մի բան անի, այդ է գյուղի մշակ մենք մշակ ժողովուրդ ենք։ Դրա համար հայոց քթերը մեծ են։ Աստված աշունչում էլ կա, որ Աստված մի մեծ կոտոշ ասեց, ոնց ասեց, լավ չեմ կամիշես, դրեց ճակատին, այդ քիթն է։ Սրանք էլ հասկանում են սատանու պոզերի մասին է։ Տես ինչ հետաքրքիր բաներ ա գնում։ Մեր աղջիկները սկսեցին իրանց քթերը վիրահատել։ Իրբր լավ չեն շնչում, ու բոլորի քիթը դարել է ռուսի նման։ Կռնոց քթերը, բոլորին իրար նման է։ Մեր քթերը շատ գեղեցիկ է, հունական քթերն էլ գեղեցիկ են։ Ինչի տարանց իրանց քթերը փչացրեցին, գեշացրեցիք, ամեն ինչ գեշացրեցիք դուք ձեզ մեկ։ Երկրորդը, ամեն երկրորդ շնչառականը վատացել է, լավ չի շնչում։ Թե լավ չեն վիրահատել, թե չգիտեմ ինչ են արել, մի խոսքով չպետք է անեին դա, ու տգեղացրել են։ Ինչի՞ս ասեցի, մշակ ժողովուրդ ենք մենք, մեր քթերը մեծ է, որտեղ հողի ժողովուրդ ենք մենք։ Մենք պետք է հողից չպոկվենք։ Ճիշտ է, շինարարությունները գնում են, բայց համ անճաշակ է, այ դրանից շատ եմ զայրանում, որ Երևանը մի հատ անճաշականոց են սարքել։ Անճաշականոց իրան նման շենքեր, այնտեղ փռշտում ես հարևանը լսում է պատը ծեծում է, այդ մեծ գիգանտ շենքերը ընդամենը 4 կոյուղի են արել, այդ հյուսիսայինի շենքն է, որտեղ ես այդտեղ եմ ապրել ու տեսել եմ ոնց են սարքում, են կարմիր ավազին հասան, այնքան են փորել, որ հասան կարմիր ավազին, իսկ դա պահում է, ու Երևանի տակով ջուր է հոսում, այդտեղ չէր կարելի բարձրակ շենքեր, բոլոր շենքերը ճաք է տվել։ Երկրաշարժ եղավ, ոնց է տեղ մեքենա գալու, ոնց են այդտեղից փախնել, չնայած չի լինելու երկրաշարժ, բայց ամեն ինչին եմ ասում, շտապօգնություն կլինի, հրդեհ կլինի, չեն մտածում, սա էլ է չարչիություն, այդ բիզնես չի, որովհետև ժողովրդի մասին չեն մտածում։ Պետք է մտածի, այդ մտածողը սա վարչապետը չի, այդտեղ նախարարություններ գոյություն ունեն, իրանք պետք է մտածեն, այնքան հարցեր կա խոսելու, այնքան բաներ կա խոսելու, սա բողոքականություն չի։ Սա ուզում եմ, որ ես շատ անգամ եմ ասել, շատ ղեկավարներ, ովքեր օրենքներ են անում, իրանք պետք է ուսումնասիրեն օկուլտիզմ, որտեղ օկուլտիզմը շատ բան է բացատրում, շատ բաներ, ու դա սատանայություն չէ, դա են սահմանափակ ուղեղներն են, մոլագարներն են, որ եկեղեցում կռացած մենակ տերտերի ձեր պաչելուց, պատպաչելուց ուրիշ բան չգիտեմ, եկեղեցու քարոզները շատ սխալ է գնում, որտեղ եկեղեցին հզոր բան է Հայաստանի համար եկեղեցին, շատ հզոր բան է, ինքը հավաքատեղի է համարվում, բայց եկեղեցին մարդկանց վախի մեջ է պահում, չի կարելի, այ չի կարելի շատ վատ է, ռուսի նельзя, դու խոսի ինչպես անենք, ինչպես մարդկանց քթերն ու ականջները բացենք, որպեսզի մի քիչ առողջ դատեն, առողջ մտածեն, ու տեսնեն ինչքան լավ բաներ ա կատարվում մեր երկրում, ու բերանները փակեն, որտեղ իրանց խելքը չի հասնում։ Ինչ կարելի է անել։ Քանի որ դրական փոփոխությունները գնալով ավելի են մեծանում, զարգանում ենք, ուզենք թե չուզենք մենք էլ այդ զարգացման հետ գնալու ենք առաջ, նա ով չի զարգանա կունենա այն խնդիրները, որով որ ես արդեն նշեցի, որովհետև առողջական ցանկացած խնդիր դա գալիս է ներսից,
կապ չունի ինչ խնդիր դու ունես։ Եթե դու ներսից չես կարողանում քո առողջական վիճակը կարգավորել, դա արդեն անդրադառնում է ֆիզիկականիդ վրա։ Դու ունենում ես հոգնածություն, դու չես կարողանում մարդկանց լսել, դու եթե անգամ ունես լավ կյանք, թեկուզ լավ սնվում ես, միևնույնն է, նենց տպավորությունն է, որ դու աշխարհի ամենահոգնած մարդն ես։ Դա նրանից է, որ մենք չունենք ներսում զարգացած հոգեբանություն, այսինքն մեր Հայաստանի Հանրապետությունում ինչու նորից անցա Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ամեն դեպքում սա մեր երկիրն է, մենք պետքա պայքարենք, որ մեր երկիրը գնա դեպի դրական աճի։ Դրա համար Հայաստանի Հանրապետությունում մարդկանց 90%-ը քնած է, չի արթնացել, որովհետև չի պատկերացնում ինչա կատարվում, որովհետև այն կյանքը, որը որ մեզ տրված է, մենք ունենք հատուկ առաքելություն, մենք եկել ենք ցույց տալու, որ գոյություն ունի Աստված, որ առանց Աստծո հնարավոր չի այս կյանքում ոչ մի բան, եւ եթե դու չկարողացար այդ քո ներքին հավատքը ավելի ուժեղացնես, ամրապնդես ու դրանով շարժվես, դու կմնաս քո տեղում ու թե ինչքան կապրես երկրի վրա, այդ արդեն ոչ մեկ չգիտի։ Այսինքն հիմա ամենակարևոր բանը դա հոգին է, դա ամենաթանկն է, անգին բան է, որի համար որ ոչ մի նյութական, ոչ մի գումար չի կարողանա դա գնել, դա վերցնել, դա քեզնից տանել։ Դրա համար մենք պետքա 2026 թվականից սկսած աշխատենք մեր հոգեբանության վրա։ Այդ հարցում մեզ շատ լավ օգնում է աստղաբանությունը ու շատ լավ օգնում է թվային հոգեբանությունը, թվային արվեստը։ Թվերը դա ընդհանրապես տարբերակ է, որ մենք ավելի լավ ճանաչենք մեզ։ Օրինակ, մարդիկ ովքեր ծնվել են 3 թվի տակ, հա, 3, 12, 21 եւ 30։ Ես գիտեք ինչքան մարդկանց եմ հանդիպել այդ թվի տակ ու տաղանդավոր, դերասան, երգիչ, ձեռքի շնորհով, կավից գեղեցիկ իրեր են պատրաստում, տաղանդավոր երեխաներ նկարում են, բայց այս մարդիկ վախենում են դրսևորվելուց, որովհետև փոքր ժամանակ վախենում են, իրենց մեջ վախ կա, իրենք վախենում են, որ կարող է ինչ-որ մեկը իրենց քննադատի, փնովի, իրենք վախենում են սխալվելուց, վախենում են իհարկե, ու դա գալիս է նրանից, որ ի սկզբանե ընտանիքում մեզ սովորացրել են, որ եթե քեզ այսքան է տրված, դու բավարարվիր այսքանով, հանկարծ ավելին չուզես։ Բայց չի, կան մարդիկ, որ ֆինանսներն են մանրաբեռնում, որ ասում են համաձայն եմ։ Լավ, եկեք իմ օրինակը բերեմ։ Ես ինքս դպրոցս ավարտելուց հետո միակ բանը, որ ուզում էի, դա դերասանուհի դառնալն էր։ Ու ես իրոք այդ հնարավորությունը չունեի։ Ես ժամերով կանգնում էի հայելու առաջ ու տարբեր կերպարներ էի կերտում։ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ երկվորյակները ամենատաղանդավոր մարդիկ են։ Իրենք կարող են մի կերպարից տեղափոխվել մյուս կերպար։ Սա իհարկե, սա երկվորյակի ամենալավ կողմն է, որ ինքը երբեք չի մնում մի կերպարի մեջ։ Իհարկե, համաձայն եմ։ Եթե խորացված է, հա, եթե նա կարողանում է խորանալ, իհարկե պետք է աշխատել, դե ես ինքս այդ ճանապարհին եմ ու չեմ պատրաստում ճանապարհս թողնել։ Ու երբ որ ես հասկացա, որ ես այդ հնարավորությունը չունեմ, միևնույնն է, այդ երազանքը իմ սրտում կար, ես անընդհատ նույնիսկ երազումս միշտ պատկերացրել եմ, ինձ բեմում այդ երազներս այդ ամեն ինչ ինձ հանգիստ չէր թողնում։ Միջև այն պահը, երբ որ կյանքը ինձ բերեց, Աստված ինձ բերեց, ասեց դու պետք է հայտնվես Երևան քաղաքում, որտեղ աղջիկ ջան, քո տաղանդը գնում, իհարկե, քո պոտենցիալը գնում կորում է, դու պետք է բեմը կորցրել է քեզ։ Ես արդեն ունեմ 2 ներկայացում, ես ունեմ էպիզոդիկ կերպարներ, ես այնքան գոհ եմ ինձնից, ես շարունակում եմ կրթվել, ես ուզում եմ Թատերական ինստիտուտ ընդունվեմ անկախ նրանից, որ ես արդեն ունեմ բավականաչափ փորձ, բայց ես չեմ մնում իմ տեղում։ Այս դրա մասին է խոսքը, չէ՞ որ ես էլ փոքր գյուղից եկա քաղաք, սպասեցի, ես երբ որ տեղափոխվել եմ Երևան քաղաք, ես աշխատել եմ հագուստի խանութում ու գիտեք իմ համար ինչն էր ամենադաժանը, որ ես ամեն անգամ այդ շորերը դասավորելուց մտածում էի Տեր Աստված, տեսնես ես մի օր կհայտնվեմ բեմում, ես մի օր կխաղամ, ես զգում եմ, չէ՞ դա իմ առաքելությունն է, ես լսեցի ինքս ինձ, որովհետև Աստված բոլորիս մեջ է։ Ու Աստված խոսում է քո հետ, ասում աղջիկ ջան, սա քո տեղը չի, ու նշաններ է ուղարկում։ Նշաններ է ուղարկում, որ դու հասկանաս, որ դու ունես առաքելություն։ Ու ես եկա նրան, համոզվեցի այն հարցում, որ չէ, ես տաղանդավոր մարդ եմ, ես համայնություն չեմ անում, ես իսկապես տաղանդավոր եմ։ Ես դա այս վերջերս եմ ինձ սկսել խոստովանել, որովհետև ես զգում եմ, որ ամեն դեպքում մեզ սովորացրել են նույնիսկ, որ դու չպետք է քո մասին խոսես, որովհետև դատարկ մարդիկ են խոսում։ Նման բան գոյություն չունի։ Ես կարող եմ ցանկացած մարդու ապացուցել, որ ես տաղանդավոր մարդ եմ։ Եթե դու կարողացար մարդկանց գոնե այսքան
օգնել, որ իր ուղիղ այդ բթությունից անցնի լուսավորության, տաղանդդ գերեվա։ Իհարկե, ես աշխատում եմ այդ ուղղությամբ ու ես հավատում եմ։ Երիտասարդ ես, դու դեռ պետք է աճես աշխատի քո վրա, հետո մի մոռացի, որ երկորակը երկու եղբայր է, ինքը դիվանի վրա նստած երկու եղբայր իրար հետ միշտ վիճում են։ Ես ճիշտ եմ, ես ճիշտ եմ, ես ճիշտ եմ, ես ճիշտ եմ, ձեր հետ։ Դրա համար հակասություն է, բայց երկորակները շատ հեշտ է։ Շատ։ Ես ունեմ շրջապատում բավականին հեշտ է, իրանք լավ զրուցակից են լինում։ Միշտ հետաքրքիր է իրանց։ Բայց իրանց հակառակը դիմացի նշան աղեղնավորն է, այսինքն ձեր յուրաքանչյուր քայլը, խոսքը պետք է ունենա իմաստ ու նպատակ։ Աղեղնավորը իմաստն է, նպատակն է, ցելոստրեմլյոննոս, սենց ասեմ, նպատակասլացվածություն։ Դուք հենց այնպես բաներ չպետք է խոսեք, որտեղ այդ նետը հետ կպտտվի ու կխփի քեզ։ Եվ ամեն հիմա երկվորագիմն են ներկայացնում։ Հիմա ամեն օդի նշանակ, գիտես, ամեն մի սխալ գործողություն, արտահայտություն, հակասություն, ուրիշին ցավ պատճառ, մի խոսքով ամեն սխալ գործ, մենք չգիտենք, որ սխալ են գործում։ Շնչուղիներդ խնդիր կլինի, հեվոցներ կլինի քեզ մոտ, այն բրոնխները։ Ես անցել եմ դրա միջով, ես անցել եմ, ես առողջական խնդիրներ եմ ունեցել, այո, ձայնի խնդիր եմ ունեցել, ես երկար ժամանակ աշխատել եմ ձայնից վրա, նույնիսկ դասեր եմ վերցրել, որ կարողանամ հուզմունքս զսպել, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ դա իմ մինուսներն է, դա երկվորյակի մինուսներն է, այդ աշխատի չվիրավորվես։ Չեմ վիրավորվում։ Որտե վիրավորվելը փոքրություն է։ Երբեք այդպեսին չեմ եղել, ներելը մեծահոգությունն է։ Միշտ։ Կարասներից բայց չխոսես, դա պարտադիր չի։ Ների, որտեղ քրիստոնեությունը ներում է տալու, չէ՞ որ տերունական աղոթքումս ներիր մեզ, ինչպես մենք ենք իրար ներում։ Այդ ասում ենք անգիր տեքստեր, բայց չենք օգտագործում դա։ Ինչ էլի ես քեզ ասեմ, տեսար զրույցը հետաքրքիր եղավ, որտեղ սկզբից ասացի, քանի որ ես Լուսին ունեմ երկվորյակում, միգուցե արևի հետ կպել են, քո արևի հետ, դրա համար զրույցը գնաց, որտեղ սկզբից որ ինձ ասեցին նոր հյուր կա, նումերոլոգ ասի, ինչ պետք է խոսամ ես իրա հետ, ես չեմ էլ ճանաչում, չգիտեմ ով է այդ աղջիկը, ինձ զրույց կգնա, որտեղ ես չեմ ուզում այս տաղավարը գուշակության բան սարքենք, որ հիմա դու ինչ-որ սկսես գուշակություններ անել, այս թվին ես, այն թվին հետ։ Դրա համար եթե մարդկանց հարկավոր կլինի, քեզ կլսեն, կմտածեն, կդիմեն եւ կվճարեք, որ իրանք ինքը ձեր պատասխանը տա ինչը որ ուզում եք։ Բայց էս էլ դու ինձ ասա, որ այս նույն նշանի տակ, թվերի տակ ինչը որ ես ծնվել եմ, 100,000 մարդիկ էլ են, չէ՞ ծնվել։ Իհարկե ծնվել են։ Ո՞ց կարող ես նույն բանն ասել։ Նույն բանը չենք էլ ասում։ Աստրոլոգիան օրինակ ժամով է նայում։ Ժամը անպայման նայում է եւ տեսնում է որտեղ է ծնվել հասարակածը, որ մի երկիր, որ մի քաղաք, որ մի տուն։ Այդ նայում է, բայց ես նայում եմ գենը։ Մենք էլ ենք գենը նայում։ Միշտ հարցնում եմ, պապայիդ, մամայիդ անունը ի՞նչ է։ Մենք էլ ենք գեներով նայում, մորգեն, Իրանք ինչ նշանի տակ են, որտեղի ծնունդ են իրենք, որտեղ այդ կարման է արդեն։ Այդ շատ կարևոր է մարդու համար, մանավանդ մորգենը, ինչու եմ առանձնացնում մորգենը, որովհետև մարդկանց մեծ մասը այդ խնդիրը ունենում է ու շատ շատերը օրինակ թվային հոգեբանության մեջ կարևորություն չեն տալիս ամսաթվին, իսկ ամսաթիվը ամենակարևոր բանն է։ Դու հենց պետք է ամսաթվի վրա աշխատես։ Ամսաթվի։ Հա, իհարկե ամսաթվի եւ երբ որ մենք խորանում ենք թվային հոգեբանության մեջ, շատ բարձ ցույց է տալիս թե մարդը ինչի համար է եկել, ինչ միսիա ունի, ինչ պետք է անի, սա գուշակություն չի։ Ես անգամ կասեմ ավելին, որ աշխարհում բոլոր մեր ճանաչած հայտնի մարդիկ, սկսած պաշտոնավոր մարդկանցից ու այն մարդիկ, ովքեր որ հայտնի են, դերասան կլինեն, հոլիվուդյան աստղեր կլինեն, իրենք բոլորը ուղղակի չեն ասում դրա մասին, հետևում են եւ թվերին եւ աստղերին։ Դա փաստ է եւ առանց դրա հնարավոր չի։ Դա նորմալ է, որովհետեւ իրենք էլ շատ լավ գիտեն, թե որը որից հետո է, թե որտեղ պետք է, հա, ճիշտ։ Օրինակ կան մարդիկ, ովքեր երկար ժամանակ
բարձրանում են, հա, օրինակ հայտնի ինչ որ մեկը բարձրանում է ու մեկ էլ տեսնում ենք, որ ինքը տեսադաշտից կորում է։ Ինքը գիտի ինչի համար է կորում։ Շատերը վերագրում են, որ իր կյանքում ինչ որ խնդիրներ եղավ, օքեյ, ես համաձայն եմ, միգուցե եւ դա այդպես է, բայց իրենք բոլորը հետևում են եւ թվերին եւ աստղաբանությունը։ Իհարկե, բոլորն էլ ունեն իրենց աստղաբանը ու շատերը չեն էլ խոստովանում, մեր ղեկավարներն էլ բոլորն էլ ու գիտեն ինչա կատարվում, իրենք նայում են աստղերով ամեն ինչով, նորից պատերազմին անցնենք, ես վստահ եմ, որ իրենք շատ լավ գիտեին, որ օրն են սկսում պատերազմը ու դա հատուկ արված էր ու դրանից հնարավոր չէր խուսափել ու ցանկացած գործողություն աշխարհում արվում է եւ թվային հոգեբանի եւ աստղաբանի։ Բայց ես չեմ կարծում մեր վարչապետը, որտեղ ինքը չի հավատում, ինչքանով զգում եմ իրեն իր խոսքից, որ ինքը տեղ չի տալիս այդքան։ Հետո իր մոլորակներն էլ, որ ես նայել եմ, չունի ինքը տենց բան։ Կինը կարող է ջրհոսանա, բայց ընդեղ լավ ինտուիցիա կա, ջրհոսները լավ ինտուիցիա ունեն ու խելացի են շատ։ Երկուսն էլ օդի նշան են, իրանց միությունը լավ միություն է, հիմար բաներ թոդուշ չտան։ Իսկ թե իրանք կռվեցին, բարոշեցին, բաժանվեցին, դա ոչ մեկի գործը չի դա։ Ոչ մեկի, որտեղ չի կարելի մտնել մատանում միջև որ ասում են անձնականի, որտեղ ոչ ոք ձեզ իրենցից ձեզ չեն ասել, մի հատ ասա ինձ ինչ է լինելու։ Չի կար, էս էլ ազգի տգիտությունն է արդեն։ Երբ իմ հաղորդումը, առաջին հաղորդումս, որ ես սկսեցի, ես հաճախ եմ նման հարցերի հանդիպել, օրինակ առանձնացնեմ հարցերից մեկը, ինձ մեկնաբանություններում գրել էին ես ամսի, չեմ հիշում, որ ամսի 14-ին պետքա վիրահատվեմ, ինձ կասեք ոնց կանցնի։ Թիվը չի ասելու ոնց կանցնի։ Ես կարող եմ ասել այդ օրը ինչ էներգիայի տակ է գտնվում ընդհանրապես։ Իսկ էներգիան շատ կարևոր բան է։ Ամեն օր ունի իր համապատասխան էներգիան, դա մենք հաշտվում ենք օրվա թվով, ամսվա թվով եւ տարեթվով։ Գումարում ենք, ստանում ենք վերջնական գումար եւ դա էլ համարվում է այդ օրվա էներգիան։ Եվ մենք կարող ենք մեր հանդիպումները, գործնական հանդիպումները, մեր ժամադրությունները, սիրային հարաբերությունները հենց այդ օրերին պլանավորել։ Սա ընդհանրապես հաշվարկ է եւ աստղաբանությունը եւ նումերոլոգիան, նույն ինքը թվային հոգեբանությունը, սա ընդհանրապես հաշվարկ է, սա գուշակության հետ կապ չունի։ Դա ասում են այն մարդիկ, ովքեր գաղափար չունեն։ Հալա թույլնի գուշակություն, թող լինի, եթե իրենց դե վախենում են, բայց եկեք խոստովանենք, որ Հայաստանում մեծ մասը հետևում է թաքուն, բայց գնում է։ Ինձ քննադատում են, բայց հետևում։ Իհարկե։ Թանի ճանճեր ունեն մի քանի հատ, իրանք միշտ ամենտեղ կան։ Պետք չի վախենալ գուշակությունից։ Ինչի են դտենց վախենում ու չեն ասում, որտեղ բոլորը նման մարդիկ իհարկե վախենում են ճշմարտություն լսելուց։ Հատկապես տղամարդիկ։ Իրանք իրենց կանանց չեն թողնում դիմել գուշակներին, որտեղ իրենք վախենում են ճշմարտությունը։ Տարեկարտերին ասեք, որ տարեկարտերը ամեն դեպքում Չտարուն մի քիչ վտանգավոր է, ես ինքս ճիշտ ասած։ Սյուզի ջան, մի հարց ուզում եմ տալել այդ մարդկանց տակ կհետաքրքրի։ Ասենք մեկը մի գործ է ուզում անի, կամ ամուսնանում է, կամ բնակը, թեկուզ իմ համար ասեմ ինչ որ մի հարց բնակարան այդ հաշվարկ է, չէ՞։ Ոնց կարողանում ես ասել կլինի չլինի։ Արժե ամուսնանալ ես տղայիդ երեխայի վիճակի միանշանակ կան թվեր, որ իրենց միությունը չի կարող երկար լինել։ Լինելու դեպքում կլինի պատերազմ։ Սարսափելի ճանապարհ կանցնեն։ Օրինակ, ես կարող եմ օրինակ բերել մարդիկ, ովքեր ծնվել են 9, 18 եւ 27 թվերի տակ եւ մարդիկ, ովքեր ծնվել են 4, 13, 22 եւ 31 թվերի տակ, այս մարդիկ իրար հետ գործ չունեն։ Ցանկացած մարդ, ով էս թվերի տակ է ծնվել ու գալիս են ամուսնության, միևնույն է, իրենք եթե անգամ չեն էլ բաժանվում, իրենց կյանքում միշտ լինում է խնդիր։ Ու սա բերում է եւ ընտանիքում անառողջ վիճակ, որովհետեւ մենք խոսում ենք 9-ի մասին, ով հզոր էներգիա է, ով ունի ագրեսիա, եւ 4-ի մասին, ով անընդհատ մտածում է վատը, ով սիրում է կարգ ու կանոն։ Դրա համար այս օրինակ ինչի բերեցի, որ հա մենք կարող ենք նույնիսկ ընտրել մեր մասնագիտությունը, որպեսզի ավելորդ գումար չծախսենք, ժամանակ չծախսենք։ Եթե երեխան դառնում է 18 տարեկան կամ մինչև 18 տարեկան դառնալը, մենք կարող ենք արդեն հասկանալ այս երեխան ինչ մասնագիտություն կարա ընտրի եւ այդ մասնագիտության մեջ խորանա, այդ մասնագիտության վրա գումար ծախսի, ժամանակ ծախսի։ Սա ընդհանրապես հաշվարկ է ու օգնում է շատ շատերին։ Արդյունքը տեսել ես։ Հա, իհարկե։
տեսել Ասում են իրանք։ Իհարկե։ Ես իմ հաղորդման շրջանակներում առիթ ունեցա շփվել կանանց հետ, ովքեր բավականին վատ հոգեվիճակում էին ու շատ ծանր։ Պատկերացնում եք Հայաստանի Հանրապետությունում կանայք, ովքեր որ նույնիսկ չեն կարողանում, հա, դրսևորվել, իրենք չեն կարողանում կիսվել, չեն կարողանում իրենց էմոցիաները արտահայտել, վախենում են ինչ որ ձև տղամարդկանցից, այդ խնդիրը կա մեր երկրում։ Ես ունեցել եմ զրույց ու արդյունքում մենք եկել ենք այն եզրահանգման, որ հա թվային հոգեբանությունը օգնում է։ Կօգնի, Օգնում է։ Սա հոգեբանություն է, դու մարդուն ոչ թե խորհուրդ ես տալիս, այլ զրուցում ես իր հետ։ Խորհուրդ տալը դա ամենասխալ, ես միշտ ասում եմ, որ մասնագետի մոտ որ կգնաք ու ձեզ կասի ես ձեզ խորհուրդ եմ տալիս, վերցնում եք ձեր պայուսակը ու այդ տեղից գնում եք, վերջ, որովհետև խորհուրդ տալը դա ամենասխալ բանն է, իմ կյանքի փորձը, ձեր կյանքի փորձը, դա տարբեր է։ Իհարկե, չէ, մարդիկ չեն փոխվում։ Մարդը կամ բացահայտվում է, կամ չէ, վերջ։ Մարդիկ չեն փոխվում։ Ելք պետք է տաս, ելք։ Պետք է հնարավորություն տաս, որ մարդը դրսևորվի։ Նորից եմ ասում, բնակավարում, որտեղ որ ես գտնվում եմ, տեսնում եմ այնպիսի տաղանդավոր երեխաներին ու ափսոսում եմ, ասում եմ, Տեր Աստված, տուր ինձ այնպիսի հնարավորություն, որ ես կարողանամ այս բոլոր երեխաներին օգնեմ։ Որովհետև իրենք էլ չգիտեն, ինչի համար են այդտեղ, ինչ են ուզում անեն, բայց իրենք այնքան տաղանդավոր են, նկարում են, երգում են, հզոր ձայն ունեն ու մարմինս փշակաղվում է, ասում եմ, լավ, ոնց կարա այս տաղանդը գնա ու կորի։ Մեր ժողովրդի վատը չզրուցելն է։ Մենք իրար Մենք չենք խոսում, մանավանդ հիմա մեր ժամանակներում, երբ որ կա հեռախոս ու ամեն ինչ հեշտացել է, մենք Ինչից է որ մարդիկ իրար չեն զրուցում։ Մարդիկ չեն զրուցում, չեն բարձրաբանում։ Ահա, այդ էլ է գալիս նրանից, որ մենք գնում ենք հեշտին։ Մեծամտությունն է։ Ավելի լավ է մենք խափենք այդ ժամանակ, այդ տվյալ պահին խափենք, մենք հեշտ հասնենք այդ ինչին որ ուզում ենք հեշտ հասնենք, բայց նեղություն չքաշենք։ Ես ինքս տեսնում եմ, օրինակ սրճարաներում մեծ մասը գալիս է, զույգեր են, գալիս են ու իրանք բոլորը հեռախոսի մեջ։ Իրենք չեն շփվում իրար հետ։ Չէ՞ որ դուք իրար սիրում եք, երևի սիրում եք։ Չէ՞ որ դուք եկել եք որ մեկը մյուսի հետ ժամանակ անցկացնեք։ Հեռախոսը դա ընդհանրապես գործիք է, որ դուք ստեղծեք որևէ նոր բան։ Մենք ստեղծողի ժամանակներում ենք ապրում։ Չի կարելի անընդհատ ամենտեղ այդ հեռախոսը մտցնել։ Դրա համար մենք չունենք հարաբերություններ։ Դրա համար ամեն երկրորդը բաժանվում է, որովհետև չեն խոսում իրար հետ։ Հասարակ օրինակ, տղան ու աղջիկը ծանոթանում են, ինչ որ մի բան դուրը չի գալիս, վերջ Всё, մեկը իր հեռախոսը անջատում է ու գնում կորում է, տղան կամ աղջիկը։ Իրենք չեն խոսում, որ հասկանան ո՞րն է խնդիրը, որ մենք բաժանվեցինք։ Տղայի ընկերուհին դիմացը նստած են միասին, բայց տղան հեռախոսի մեջ ուրիշ մեկ աղջկա հետ է գրվում։ Հետո այդ աղջիկը միամի տեսնում ու վեճը գնում է։ Էս ոնց բացատրել։ Չկա բացատրություն։ Չկա։ Սովորաբար ճիշտ կլինի, որ տղան ասի գիտես կյանքս, հա հայավարի կյանքս, օրինակ նայեցի աղջկան, մի տեսակ էմոցիա, գիտեմ որ հիմա այնց բան եմ ասում, որ սա աբսուրդ է, ինչ որ էմոցիաներ հա արթնացան, հետը խոսացի մի քանի բառ, ինչ որ զգացմունք եղավ, դա նորմալ է, դա տղամարդու բնույթն է, դու չես կարա տղամարդուն կապես։ Տղամարդը երբեք չի կարողանա զսպել իր էմոցիաները։ Դա անհնար է։ Դրա համար ոչ թե պետքա տղամարդուն դաստիարակես կամ զրկես իր ազատությունից, այլ թույլ տաս, որ ինքը մաքսիմալ քո հետ անկեղծ լինի։ Ու ոչ թե դու դրանից պատմություն սարքես, որ ինքը ինչ որ մեկի հետ ուղակի նամակագրություն ա ունեցել, այլ հասկանաս պատճառը։ Միգուցե ձեր մեջ ինչ որ միտեղ բաց կա, որը որ դուք պետքա լրացնեք։ Կինը չի կարող տղամարդուն դաստիարակի եւ դա շատ սխալ է։ Տղամարդը դաստիարակված իր մամայից պետք է դուրս գա։ Մաման է այստեղ կարևորը շատ։ Լավ, ես մի քիչ էլ որ կմեծանաս 40-45 տարեկան կյանքը բավականին դասեր կտա քեզ։ Իհարկե։ Այդ ինչ որ ասեցի, ամեն ինչ նորմալ է ու առողջ է, կարևորը։ Մի հարց մի քիչ շեղվեմ հիմա այդ հոգեբանությունից, ես չգիտեմ ինչքան դու դիտարկած կլինես, հաշված կլինես, այս որ ժողովուրդը հիմար դուրս է տալի շատ բաներ առանց հասկանալու, որտեվ հիբրիդային պատերազմ գոյություն ունի, որ ամբողջ աշխարհը խառնում է իրար, էլի ռուսների կողմից ստեղված աշխատում է Հայաստանի վրա։ Ճիշտ կլինի, որ Հայաստանը այդքան ասում են թուրքերին միանալու է։ Նախ մենք թուրքամոլ չենք,
ու վարչապետը թուրք չի ու ոչ էլ իրանց ասածներն անում, ոչ էլ Ալևի տուտուկի տակն ապարում։ Էդ էլ իրանց ասածն է այդ հիբրիդների, ես տենց հիբրիդներ եմ ասում դրա։ Ճիշտ կլինի միացումը մեծ Թուրքիա, Ադրբեջան թողնենք։ Հենց Թուրքիայի, բայց եղել է առաջ, այնտեղ 80% հայ են, է։ Դե հա, մենք շատ նման ենք Արուները, որ ստուգեն անալիզները եւ մշակույթով եւ արտակնապես մենք շատ նման ենք մեկս մյուսին։ Մենք ես մեկ-մեկ չեմ հասկանում մենք ինչի համար ենք պատերազմում։ Մենք իսկապես կարող ենք համերաշխ ապրել։ Ուղղակի էլի հնուց եկած մեզ ներշնչել են, որ իրենք մեր թշնամին են, եթե չեն ընդունում, թող ոչ ոք Թուրքիա չգնա Հայաստանում։ Այդ հակուսները ոչ մի բան է թուրքերեն չառնեն, ունդեղ ինչքան մենք հայեր ունենք, որ իրոք բիզնեսմեն են, իրոք թող հավաքվեն կան։ Չեն կարա։ Բայց ինչի կան, որտեղ նորմալ ապրում են։ Քննարկում քննադատում են, բայց մեծ մասը իրենց կյանքում թուրքական է, սկսած հագուստից, ուտելիքից։ Բայց զարգացած երկիր է արել։ Դե ես ասում եմ, եթե մենք կարողանանք մի հարկի տակ ապրել առանց տարածք կիսելու եւ հաշվի առնելու։ Այդքան մարդ է կոտորե ոնց իրանց հետ ապրեք։ Իմ մաման ապրել է Թուրքի Մայլայում։ Տենց են ասում, Թուրքի Մայլ կինո Ռասիայի տեղներ։ Ասում էր, պատմում էր, որ մամաս թուրքերեն գիտեր, որովհետև երեխեք իրար հետ խաղում էին։ Ու ասեց մենք դռները միշտ բաց ենք քնել, երբեք չենք փակել, որտեվ չենք վախեցել, նորմալ էր։ Մամաս սա պատմում է այդ Ղարաբաղյան պատերազմից հետո, որ ասեց, այդ ինչի տենց խառնեցին իրար։ Նույն էլ ադրբեջանցին է ասում, Ղարաբաղցին է ասում, որ ադրբեջանցի կետ լավ են եղել, հարսանիքներ են արել, ծանոթ կնուկներ են արել, ամուսնացել են միջի, ինչի սենց խառնեցին իրար։ Գրքերում էլ դրա մասին խոսվում է, մեզ պատերազմների ժամանակ նրանք էլ են մեզ կոտորել, մենք էլ ենք կոտորել։ Դա եղել է կոպիտ է հնչվում, բայց դա եղել է փոխադարձ մեկս մյուսի հանդեպ։ Ու նրանք էլ են մեզ օգնել, մենք էլ ենք օգնել, մենք միշտ խոսում ենք բացասականի մասին, ոչ մեկ չի ասում դրականը։ Ասեմ ավելին, ամենավատը գիտեք որն է, երբ որ այդ բացասականի հիման վրա ստեղծվում է ֆիլմեր։ Սա շատ վատ է։ Մենք դրականը չենք ուզում տեսնենք։ Այս իրոք վատ է։ Սա համատարած է, որ տեսնեն։ Կլինի ու շատ շուտով կլինի։ Ուզեն մարդիկ որ տեսնում են, իրոք կան։ Ես որ զրուցում եմ, հա ինձ դիմողը շատ կան։ Ու ինքան գոհ է։ Այնքան իրան գոհ են, ես գոհ, իրանք են ինձ անդադ ասում, մի քիչ շատ խոսի նման թեմաներով, կան հրավիրեն այս մարդկանց, որոնք մեր ժողովրդի աչքերը բաց են, անդադ ասում են, որ ինչի լավը չեն տեսնում մեր աշխարհում։ Ինչի լավը չեք տեսնում։ Շատ լավ բան կա Հայաստանում, աշխարհում ու առհասարակ ամեն ինչ շատ լավ է, մենք ծանրացնում ու բարդացնում ենք։ Այդ նորից եմ ասում, մեր գեների մեջ այդ մաքրել է պետք։ Դրա համար մի փոքր ժամանակ է պետք ու համբերություն։ Իհարկե ժամանակ, չէ որ մի որոշ ժամանակ առաջ մենք ինչ ունեինք ու հիմա ինչ ունենք։ Ամեն ինչ փոխվել է, չէ։ Մեկը կար, որ ես արդեն պատասխանում եմ իրան ու ինձ շատ ազայրացնում։ Մենք առաջ միջև Նիկոլի գալը լավ չէինք ապրում խաղաղ։ Ինչա որ եկել ասում է, տեսեք ինչքան խաղաղ լավ ենք ապրում։ Չէ, լավ չէինք ապրում։ Չգիտակցված էինք ապրում, մենք լիքը բան չէինք հասկանում։ Ճանաչված է, շատ բաներ մենք չենք հասկանում։ Ինչն ենք լավ ապրում, որ սահմանին անդադ կրակոցներ կար, անդադ զոհեր կային, թալան կար, վաղ կար բերան բացելու։ Այդ լավ էր։ Ես չեմ պահի ոչ մի կուսակցության կողմը, բայց զուտ փաստ կասեմ։ Էդի մասողը կուսակցական չի։ Զուտ փաստ կասեմ 2018-19-ից, հա, 20-ից հետո ամեն ինչ այնքան հասանելի էր ու ամեն ինչ այնքան հեշտ էր։ Մարդիկ ունեն ձայնի իրավունք։ Դու կարողանում ես հանգիստ, ազատ արտահայտես քո խոսքը ու ոչ մեկ քեզ դրա համար ոչ մի բան չի անում։ Իսկ առաջ մենք այդ հնարավորությունը ունեինք։ Չունեինք։ Մենք վախի մեջ էինք ապրում։ Սա կապ չունի ոչ վարչապետի հետ, ոչ նախկիների, ոչ էլ ներկաների հետ։ Եկեք ուղղակի համեմատական անցկացնենք անցյալի ու ներկայի մեջ։ Այն ինչ որ կար առաջ ու հիմա, չէ՞ որ մենք հիմա ունենք ազատություն, իսկապես ազատություն։ Մենք սովոր չենք լավին, մենք սովոր չենք որ ամեն ինչ լավ է գնում, որ թեթև է գնում, որ մարդիկ երջանիկ են, սիրուն հագնվում են, աղջիկները կարողանում են ավելի դրական մտածել, ավելի կանանցի են, վախեցած չեն, որ տղամարդիկ գիտակցված են վերջապես դառնում։
Ու սա պետքա լինի համախմբված աշխատանք։ Մենք պետքա բոլորով համախմբվենք մի գաղափարի շուրջ ու միասին առաջ գնանք, զարգանանք։ Որ Հայաստանն էլ առաջ գնա։ Առանց դրա հնարավոր չի։ Մենակ ես ինչքան էլ պայքարեմ չեմ կարողանա։ Դուք էլ ինձ պետքա չէ միանաք։ Իմ խոսքը, ձեր խոսքը, մյուսների խոսքը։ Չէ՞ որ հեղափոխություն հենց տենց արվեց։ Հիշում եք հեղափոխությունը ոնց արվեց։ Հենց այդպես արվեց, որովհետև բոլորս համախմբվեցինք մի գաղափարի շուրջ։ Ես տենց կգտնեմ էլի կհրավիրեմ հիմա մի լավ տղամարդ էլ կա, որին ես էլի մի քիչ տեղ եմ տալի, դեռ այդքան լավ չեմ ճանաչում, բայց ինչքան չեմ շփվել մի խոսքով, բայց ինչքան լսել եմ իր ելույթները դրական է։ Մի անգամ էլ իրեն կհրավիրենք, կտեսնենք, հետո մի անգամ հետաքրքիր բան կանենք, մենք բոլորս կհավաքվենք։ Լավ կխնդրենք, որ ստեղ մի քիչ տեղը մեծացնեն, որ բոլորս նման մասնագետներ հավաքվեն ու կարծիքները բարձրաձայն ասենք, տեսակետները ասենք եւ մի քիչ էլ մաթափ տանք, որտեղ այդպես պետք է։ Մեր ժողովուրդը սովոր է մաթափ տալու։ Պետք է անպայման մաթափ տաս, որ իրանք սթափվեն, ոչ թե վախացնեն, կա սթափվելու համար է դա, որ միասնական լինեն, ոչ թե մի հատ նժդեի ճառեր ասեն, բայց իրանք տեղից չշարժվեն ու իրանք լինեն հենց այդպեսին։ Այդպես։ Ես գոհ եմ, շնորհակալ եմ։ Տեսնենք արձագանքներն ինչպեսին կլինեն նրբիկ Սյուզին։ Ես էլ դե երբ որակը շատախոս է, ես գիտեմ։ Միակ բանը որ չի կարող ոչինչ, չէ, նորմալ է, որտեվ քեզանից առաջ եղավ խոյ, հետո եղավ առյուծ։ Կրակի նշաններ, հետո եկավ օդ։ Ես էլ կրակ եմ։ Ամենաանկայուն օդը։ Հա, հետո չգիտեմ հիմա այս ընկերի ինչ նշանավորին կուզենամ հրավիրել, տեսնեմ հələ։ Տեսնենք ինչպեսի արձագանքներ կլինի, ինձ թվում է դրական պետք է լինի ու որքանով կարողանաս օգնես։ Ամեն դեպքում օգնես լավատեսության համար օգնես։ Իհարկե, սա ոչ միայն լավատեսություն է, սա մեր իրականությունն է։ Մենք ուրիշ տարբերակ չունենք, կամ փոխվում ենք, կամ ուղղակի վերանում ենք, վերջ։ Ուրիշ տարբերակ չկա։ Որ չես պատասխանում, քեզ զայրացնում է։ Ես կոնֆլիկտային մարդ չեմ, ես առհասարակ բացասական մեկնաբանությունների։ Չպարտադին չի կռիվանես, ես չեմ ուզում։ Զայրացնում է, չես ուզում իրեն պատասխանել։ Չէ, ընդհակառակը, ես ուզում եմ հենց իրան օգնեմ։ Ես հենց ուզում եմ իրան օգնեմ։ Այ իմ թիրախը հենց այդ մարդիկ են, որովհետև հենց իրանց վրա պետք է աշխատես։ Դե խնդիր ունի, որ քեզ դիմում է։ Իհարկե, դե ես որ իրենցից հրաժարվեմ էլ իրենց ով է օգնելու։ Ես ոչ եմ օգնելու այն մարդկանց, ովքեր որ գիտակցված են, ապրում են, գրում են, Սյուզ ջան, օրինակ, ուզում եմ բիզնես ստեղծեմ, ինչ բիզնես ստեղծեմ, հոմենակ իրանց համար չեմ աշխատելու։ Ես պետքա օգնեմ այն մարդկանց, ովքեր շատ բան չեն հասկանում։ Իրոք մարդիկ կան, որ գրում են, ես չեմ հասկանում դու ինչից ես խոսում, բայց զգում եմ, որ ինչ որ մի բան կա քո ասածի մեջ, ճշմարտություն կա։ Կան տենց մարդիկ, կան մարդիկ, որ գրում են սուտ է, սա գուշակություն է, չգիտեմ, ինչով է զբաղվում, դա նորմալ է։ Ես այդ մեկնաբանությունների շատ ես ցանկացած բացասական մեկնաբանություն շատ լավ եմ։ Այդ նման ասողին հարց դու ինչ ես անում։ Ու մտից ես փուշանել եւ ինչ մի լավ բան ես արել։ Ինչ էլ անես, մեկը քննարկվելու է։ Դա նորմալ է։ Այդ պետք է լինի, միշտ առանց դրա չի լինի։ Եթե քեզ չեն քննարկում, չեն քննադատում, դա նշանակում է դու ոչինչ չես անում։ Հերունի նման ակադեմիկ պրոֆեսոր Մարտուն, եթե մարդը կարա քննադատի, մեր ժողովուրդ, էլ ինչ ես ուզում։ Ու ես պետք է վատ լինեմ դրանից։ Չէ, ընդհակառակը։ Դա ինչքան խոսեն, ես այնքան կապացուցեմ, որ ավելի իրականություն գոյություն ունի։ Արի արդեն փակենք մեր շատ լավ հաղորդումը, այսպես ասենք, կսպասենք, տեսնենք ինչպեսի արձագանքներ կլինի, անկեղծ կլինեք։ Ես այստեղից նորից էլ ասեմ առիթա, փնովելու այն թանի ճանճերը, կեղտոտ վարկապեկող բաներ ասելը, հատկապես իմ էջին ես էլ բացել եմ, Արմանը օգնեց արել եմ, իմ տանը մեկ-մեկ ճաշեր եմ սարքում, տնավարի շորերով, տնավարի խոսքով, չնայած դա իմ տունը չէ, սպասք է սովոր չեմ, բայց ուզում եմ սենց, բուրում, այդ այնց բաներ։ Մեկ էլ սկսում են էլի քննադատությունները, ես ասել եմ արդեն, այստեղից նորից կրկնում եմ, ով իմ անձնական, սեփական էջը մտավ, շատ կոշտ ճակատին պատասխանա ստանալ, որտեղ երկու հոգի արդեն ես պատասխանել եմ։ Ես այսուհետև սկսել եմ պատասխանել։ Ինչքան պատասխանում են, դրանք կորում են։ Ինչքան լռում են, իրանք լեզուն են ավելի երկարացնում են ու բլոկում են բոլորին։
Ունդեղ էլ մի տեղ կա, որ կսեղմիս, արդեն YouTube իրանց կփակի, իրանք էլ չեն կարողանում դուրս գալ Facebook։ Այնպես որ իմացեք, հետո քննադատող կեղտոտ բաներ ձեր բերանի ախտն եք ու դաստիարակություն եք ցույց տալու, աշխատեք դեր վատ բաներ չխոսալ ու չգրել։ Եթե չեք դիմանում, դուրս եկեք ու մի նայեք։ Կտեսնեք Սյուզին, մի նայեք, կտեսնեք Լույսիային, մի նայեք, որտեղ ձեր ուղեղին չի հասնում, ինչը որ մենք խոսեցինք։ Ու ձեր ինչ ասեմ, ձեր սահմանափակումից դուք պորտկում եք, դրա համար ուզում եք միջար բաներ խոսակ, ու ձեր նմանները դուք քիչ եք, մատների վրա է։ Մի հատ լուցկին տալիս է, սին կայրվում, գնում է։ Վերջ։ Աստվածը բոլորիս հետ, ուղեղներդ պայծառացրեք, առողջ նայեք ամեն ինչի, որովհետև ինչքան մենք հիմա նոր զրուցեցինք, ես զգացի, որ ամեն խոսակցություն առողջ էր։ Առողջ տրամաբանություն, արտահայտել, ես գոհ եմ։ Ես ձեզ անչափ շնորհակալ եմ։ Ես մեծ բավականություն ստացա մեր զրույցից։ Հույս ունեմ մենք էլի առիթ կունենանք նման զրույցներ ունենալու համար։ Սպասենք։ Ստեսություն ձեզ։